Ես որպես դերասանուհի չէի հասցնում ուղղակի ինձ գտնել ֆիլմի մեջ։ Արի հարցնեմ նաև լավ ռոմանտիկ տեսարաններից։ Շնորհակալություն, որ այդ տեսարների նկարահանման հրապարակում չէիր։ Ինձ համար որպես դերասանուհի երբեք նմանատիպ տեսարանները դժվարություն իրանցից չեն ներկայացրել։ Լավ արդարացում է։ Ես որպես դերասան ամբողջ կյանքս երազեցի հասարակական դերեր խաղալ։ Երեխու հետ գործ չունես։ Ես ընդամենը քո դեմ քո զենքն եմ օգտագործում։ Կերպարը հոգեբանական բռնության կերպար էր եւ ենթարկված ընտանիքում հոգեբանական բռնության։ Բարձր հարցը չեմ կարող չտալ, անձնական կյանքի հետ կապված։ Դու ես ինձ լրացել։ Հոգեբանական բռնության տեսանկյունից իմ ապրումների հետ, ինչ որ ես ապրել եմ վերջերս։ Եթե ուզում ես սպանես, մի անգամ սպան, ինչ ես տանջում։ Ինձ դժվար է այո դրա մասին խոսելը, երբ որ առաջին անգամ քեզ վրա ձեռն բարձրացնում, պիտի իմանաս, որ դա լինելու շարունակական։ Ես էլի ինչպես միշտ իմ էմոցիոնալ բախումների մեջ էի, անին մոտեցավ, իր աչուկներով նայեց, ասեց հանգստացեք։ Ալիսնա սպանել։ Մի հատը խփեցի ճիշտ ձևով չկպա, մյուսը խփեցի քիթը երկու տեղից ջարդվեց։ Քիթս ջարդվեց իմ մտերիմ ընկերոջ կողմից։ Ինչ վերաբերում է դերասանուհուն կկորցնենք թե չէ, մի քիչ կա այդպիսի խնդիր, մի քիչ կա այդպիսի մտավախություն։ Ամեն մեկը իրանց տեղում են եղել։ Բարերը այս պահին ինձ թվում ավելորդ են։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovation Solar Roofing Construction Company, Emperador Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Reach Marketplace, Best Pool Shop խանութ սրահ, Shop by Raya հագուստի խանութ սրահ, Elize House ռեստորան, House of Liquor խանութ սրահ, Tun La Major ռեստորան, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ թե լատինոամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետը եւ այսօր արտասովոր թողարկում է, որովհետեւ նախիմ հյուրը Անի Երանյանն է եւ մենք խոսելու ենք եւ մի ամբողջ հաղորդում ենք պատրաստելու նամակ անցյալից գեղարվեստական սերիալի մասին։ Ողջույն Անի։ Ողջույն մեզ։
Չենք կարող չխոսել քո արած ահռելի ու մեծ աշխատանքից եւ թեև դրանք կարճ եւ սահմանափակ քանակով էպիզոդներ են, բայց այնուամենայնիվ տիտանական աշխատանք է արված։ Նախ ինչպես առաջացավ գաղափարը։ Շնորհակալություն գեղարվեստական սերիալ ներկայացնելու համար։ Գաղափարը հետեւյալն էր, սկզբից մտածում էի, որ ուզում եմ մի նոր հետաքրքիր պրոյեկտ անել եւ Երևանում Անահիտի հետ Մխիթարյան խոսեցինք եւ մտածեցի, որ ուզում եմ դետեկտիվ ժանրի ինչ-որ մի բան անել, որը կլինի շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ։ Հետո դրա շերտերը ավելացան, ռոմանի հետ խոսելուց հետո ավելացավ նաև թրիլլեր ժանրը մեջը եւ հոգեբանական դրաման եւ դարձավ մի ամբողջ կույտ տարբեր տենց տեսակների ու որոշեցինք, որ շատ սիրուն, հետաքրքիր եւ նոր կարելի ասել նաև էքսպերիմենտալ գործ պետք է անենք ու արեցինք։ Ես արդեն Երևանում եմ եւ իմ կողքին բազմաթիվ հեռուստասերիալների եւ ֆիլմերի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն է, ով նաև այս նախագծի սցենարիստն է նամականցյալից։ Անահիտ, կպատմեք ինչպես առաջացավ գաղափարը սցենարի։ Սցենարի գաղափարը ինքն իրան չեկավ, հանդիպեցինք Անիի հետ, եթե մի քիչ ավելի շուտ սկսեմ պատմել, ավելի առաջ գնամ, մի քանի անգամ Անիի հետ պայմանավորվում էինք աշխատել, հետո ինչ-ինչ հարցեր էր առաջանում եւ չենք կարողանում, ես շատ զբաղված էի լինում, ուրիշ նախագծեր են լինում եւ երբ որ որոշեցինք, որ այս նախագիծը անելու ենք, նստեցինք, խոսեցինք, հասկացանք մոտավորապես ինչ ա ուզում։ Այդպես առաջացավ գաղափարը, որովհետեւ Անին ուզում էր ինչ-որ տարբերվող մի բան, ու գտանք ինչ-որ բան, որը ավելի հետաքրքիր կլինի, որը ավելի շատ մտածելու տեղիք կտա, որ կլինի մի քիչ բարդ սցենարային առումով ու բարդ էլ ստացվեց ինձ թվում է։ Ավանդական հայկական սերիալներից չի, որոնք հեշտ են մարսվում եւ որոնք այտենց ռոմանտիկ գծի վրա են, որը համամարտկային էմոցիաներ են, այլ այստեղ շատ բարդ լուծումներ կար, ինքներդ էլ ասացիք, որ բարդ էր։ Այդպիսի նախագծերը միշտ չի, չէ, որ հաջողությամբ են պսակվում։ Ինչպես ստացվեց ըստ ձեզ, որ այս նախագիծը հաջողություն ունեցավ։ Տեսեք, ես էլի եմ փորձ ունեցել բարդ, չմարսվող, մտածելու տեղ տվող, հանելուկներ առաջարկող նախագիծ հետ հաշվարկը, որտեղ էլի Անի նկարվել է, որ Ելենան Արշակյան նկարել, այո, ինքն էլ չեղավ հեշտ մարսվող, դժվար ընկալեցին մարդիկ, բայց էլի սիրեցին, այսինքն եթե նայենք աշխատելու եւ սիրելու վրա, դրանք լրիվ տարբեր բաներ են, որովհետեւ սովորաբար երբ որ շատ լավ բաներ են ասում, այդ նախագծերը այդքան լավ չեն աշխատում, ինչքան են նախագծերը, որոնց մասին վատ բաներ են ասում, բայց սիրվեց, լավ դերասաններ էին, լավ թեմա էր, հետաքրքիր էր մարդկանց համար, էլի եմ ասում, ես սրանից առաջ միշտ այդ օրինակը ունեի հետ հաշվարկի, որ այո, միանշանակ չեն ընդունվում այն սերիալները, որտեղ շատ մտածելու բան կա։ Մարդիկ այդ 40 րոպեն օրվա անցկացնում են ժամանցի նման, այսինքն դու իրենց պիտի առաջարկես մի բան, որը չի ծանրաբեռնելու իրենց, որ իրենք ինչ-որ մի պահ չլսեն, հետո նորից լսեն, դա իրենց համար մտածելու չլինի, թե ինչ եղավ։ Սերիալը մի քիչ ուրիշ բան է, այսինքն օրինակ երբ որ սերիալի վրա շատ լուրջ բան են դնում, ես չեմ ընդունում, որովհետև սերիալը իսկապես ժամանցային բան է։ Իսկ երբ որ լինում է մի քիչ ավելի բարդ թեմաներ, մտածելու թեմաներ, այո, հեռուստադիտողը ավելի քիչ է, իր դիտողը ավելի քիչ է լինում։ Էսթետիկան ֆիլմի ինձ անչափ դուր է գալիս, դա նաև ժանրն է թելադրում, որովհետև առաջին սերիալ թրեյլերն է, չէ՞ կարծեմ։ Եվ նաև այդ միստիկությունը, այդ ծանր էներգետիկան, այդ գույների խտացված եւ մուգ լինելը, դա հատուկ էր այդպես արված, հա։ Հա, երբ որ մենք սկզբանե Անիի հետ խոսեցինք, Երանյանի, մենք սկզբից կար իդեան, փոքր սինոպսիսը եւ քննարկումներ ենք անում, թե ինչպես ենք տեսնում պրոյեկտը, որովհետեւ ինձ թվում է առաջին քայլը իր վիժուալ եւ ընդհանրապես պրոյեկտի գաղափարական թե ոնց ներկայացվի այդ պրոյեկտը հանրությանը եւ մենք երկուսիս մտքերն էլ այդպեսին էր, որ տեսնենք ավելի մթերի մեջ, ավելի ծանր, ավելի էսթետիկ։ Հիմա արդեն ամենահետաքրքրի մասին, ձեր ու Անի հարաբերությունները շատ լարվում էին ընթացքում, հետո հետ էր գալիս նույն իրավիճակին եւ այլն։ Սովորաբար դերասանուհին, երբ պրոդյուսերի աշխատանք է անում,
եւ եթե բարեխիղճ է անում այդ աշխատանքը, երևի թե վերջին պլանում դնում է իրեն կադրում, ու ես այդ նկարահանումներին հետևելով հասկանում եի, որ Անին բոլորին նկարահանում է եւ վերջում, երբ պետքա ինչ-որ մի հատված կամ արագ արվեր կամ չգիտեմ, դժվար արվեր, նոր վերջում էր մնում։ Ըստ քեզ Անին տուժել է որպես դերասանուհի այս նախագծում։ Իմ կարծիքով այո, որովհետև մեր ամբողջ խոսակցությունը նրանում էր, որ Անին զբաղված է այնքան տարբեր կազմակերպչական եւ տարբեր հարցերով, որ պրոյեկտը շարժվի առաջ եւ դրա մեջ կորում էր ոնց որ դերասան ռեժիսոր իրար զգալու այդ պահը, որովհետև Անին կարար զանգերի վրա լիներ, կարար չգիտեմ, ընթացքում պլանավորել Վաղվասյոմկի ինչ-որ մի բան, հովանավորների հետ, չգիտեմ, հարցեր եւ այլն, եւ ժամանակ չէր մնում, որ մենք ֆոկուս լինենք դերասան ռեժիսոր աշխատանքի վրա, չնայած կարծում եմ, որ կարողացանք ինչ-որ շատ հետաքրքիր պահեր ունենալ, որ հասկացանք։ Ու շատ կարևորը գիտեք ինչն է, որ ես էլ Անին էլ գրեթե 99% պրոյեկտի վերաբերյալ ոչ մի կոնցեպտուալ տարբերություն չենք ունեցել, երկուսս նույն ձևի ենք պատկերացնում, ինչ որ անում ենք, բայց բնականաբար լինում էր պահեր, երբ որ ստրեսի ներվի մեջ ինչ որ բաներ կորում էր, կոնտակտ, բայց կարծում եմ այդ չի խանգարել, որպեսզի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ բնականաբար Անին կարողացել է հետաքրքիր ներկայացնել իր կերպարը։ Գործը այո էքսպերիմենտալ է եւ կանխատեսել, որ դա կարող է լինել շատ կոմերցիոն, դժվար էր, որովհետեւ հիմա մարդիկ սիրում են դիտել ավելի թեթև, չգիտեմ, ավելի հեշտ մարսվող ինֆորմացիայով նախագծեր։ Այդ ռիսկին գնալու հանգամանքը, որովհետև այդ նույն բյուջեով կարող էր նկարահանել շատ ավելի կոմերցիոն մի բան։ Իհարկե սկզբանե այդ ամեն ինչը հաշվարկված էր եւ մենք այս ասպարեզի մարդիկ ենք եւ շատ լավ հասկանում ենք եւ ամեն ինչ հաշվի ենք առել, բայց ամեն դեպքում այս ֆիլմը ես չի ուզում որպեսզի անեի կոմերցիայի համար, ես ուզում եի անեինք հետաքրքիր սյուժեով, շատ գեղեցիկ նկարված եւ լավ դերասաններով ֆիլմ, որը կարծում եմ ինչ-որ չափով մեզ մոտ ստացվել է։ Շատ գեղեցիկ է ստացվել, էսթետիկ մասը ամենահետաքրքիրն է, կիսամութ, կիսանեգատիվ միջավայր է, որը պահանջում է սցենարը եւ ժանրը։ Այդ վիճակում դու ինչպես էիր քեզ զգում, հարմարավետ էր այդ նախագծում քեզ ավելի որպես դերասանուհի, թե նախորդ նախագծերում։ Չէ, հարմարավետը որպես դերասանուհի հարմարավետ էր, բայց ես ամբողջ ֆիլմի ընթացքում ասում եի, որ քանի որ ես իսկապես կարողացել եմ հավաքել իմ կողքը իսկական պրոֆեսիոնալների եւ այն մարդկանց, ում հետ իսկապես կուզեի ես ֆիլմը անել եւ ընդհանրապես նաեւ կուզեմ շարունակական լինի մեր պրոյեկտները այս նույն թիմով աշխատելու, կար մի հատ մինուս, որ ես որպես դերասանուհի չէի հասցնում ուղղակի ինձ գտնել ֆիլմի մեջ, որովհետև ես այնքան զբաղված էի անընդհատ տարբեր հարցերով պրոդյուսերական, որ անընդհատ ասում էի Ռոման, ես երազում եմ, որ ես այս ֆիլմում չլինեմ պրոդյուսեր եւ ուղղակի վայելեմ քո հետ աշխատելու այդ հաճույքը, որովհետև Ռոմանը իսկապես երազանքների ռեժիսոր է, այսինքն յուրաքանչյուր դերասան ամենակարևորը դերասանի համար, որ նկարանման հրապարակում եւ դրանից առաջ ռեժիսորը իր այդ աշխատի, իրար հետ գտնեն կերպարի եւ այս Ռոմանը դա կարող անի ժամերով։ Իհարկե երբեմն մոռանալով, որ այդ ժամերը գնում են մեր ֆինանսից, բայց ամեն դեպքում ես ինձ կոմֆորտ եմ զգացել, հա։ Ռոման, դու քո գործի նվիրյալն ես եւ բոլորը գիտեն թե որքան ես դու տարվում, սիրահարվում քո գործին, ոչինչ չես խնայում։ Դա միշտ այդպես եղել, թե այս նախագծից էր։ Չէ, յուրաքանչյուր պրոյեկտ, որ մոտենում եմ այդ պրոյեկտին, մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ու կարծում եմ այդ բնավորությունը ավելի շատ։ Հետաքրքիր է, որ ես չէի տեսել, թե ինչպես են սերիալները նկարահանվում ու իսկապես զարմացա նախ, որ մի քանի օր շարունակ բոլոր կերպարներին ընտրել եք, հետո սկսել եք կարդալ տեքստը եւ շատ երկար, դանդաղ, բայց որակով նկարահանել։ Այդպես չեն նկարում սովորաբար այստեղ հայկական հեռուստաալիքները, սերիալներ, տենց լուրջ չեն վերաբերվում։ Քեզ համար սկզբունքային է այդ որակի գործ անելը։ Հա,
Մասնավորապես եթե կան դերասաններ, որոնց հետ աշխատանքի կարիքը զգացվում է, ապա այդ փորձի շրջանը շատ պրոդուկտիվ է եւ մինչեւ անցնոց դե 16 սերիա ինքը հսկայական պատկերացում եք ինչպեսի բարդ պրոյեկտ էր ինքը եւ դերասաններ կային, որոնք իրոք զգում են, որ մեծ պատասխանատվություն ունեն եւ դրա կարիքը բոլորը զգում են։ Դրա համար փորձեցինք այդպես մոտենալ։ Շատ ուզում եմ խոսենք Ռոմանի մասին, ով ինձ համար բացահայտում էր, ես իր գործերը տեսել էի, գիտեի եւ բարձր եմ գնահատում, բայց նաեւ առիթ ունեցա իրեն կողքից հետևելու, ինչպես կգնահատես իր հետ համագործակցությունը։ Ռոման Մուշեղյանը ստեղծագործական process-ում ինձ հիշեցնում է իմ վարպետին Վահե Շահվերդյանին։ Ենթադրում եմ իմ ու իր այս անգիտակից սերը միմյանց հանդեպ հենց այդտեղից է գալիս, որովհետև ինքը ինձ հիշեցնում է իմ Սուրենիչին, ինքը process-ի մեջ նկատել ես երևի, ինքը վայելում է իր դերասանին, իր արած ֆիլմը, ամեն դետալը, նույնիսկ երբ, չգիտեմ, այդ կատարսիսին չի հասնում այդ պահին իր մոտ, դերասանը ինչ-որ բան այն չի անում կամ չգիտեմ վարագույրը այնտեղ մի քիչ թեք է, ինքը կրկնել է տալիս տեսարանը, որպեսզի առաջինը էգոիստաբար պիտի ասեմ, դու անում ես քեզ համար, ես հասկացել եմ, որովհետև ինքը մինչև չի ապրում, չի համարում, որ դա պրոդուկտ է, որը պիտի տալ հանդիսատեսին ու հեռուստադիտողին։ Իմ կողքին բժիշկ Դավիթ Մաթևոսյանն է, ով Հայաստանի Հանրապետության գլխավոր ստոմատոլոգն է, եւ մենք գտնվում ենք Իմպլանտում կլինիկայի Երևանյան մասնաճյուղում, մասնավորապես Կոմիտասի մասնաճյուղում։ Ողջույն բժիշկ, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Մենք հաճախ շփվում ենք մեր հետևորդների եւ դիտորդների հետ ու գիտեմ, որ շատերը հարցնում են, թե երբ է գործելու Միացյալ Նահանգներում մանկական կլինիկա, ատամնաբուժարան, ինչ ունենք այդ առումով ասել։ Ողջույն մեր, այո, մենք գտնվում ենք Իմպլանտում կիցում, մեր մանկական բաժանմունքում, արդեն 2 տարուց ավել է գործում է Երևանի մասնաճյուղը Իմպլանտում կիցի եւ շատ շուտով ունենք լավ նորություն, որ նաեւ կունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում մանկական մասնաճյուղ, Իմպլանտում կիցի մանկական մասնաճյուղ։ Ֆանտաստիկ է, ձեր երեխաների հետ վստահաբար կարող եմ ասել, որ աշխատելու են լավագույն եւ ամենապրոֆեսիոնալ մասնագետները, լավագույն տեխնիկայով եւ բնականաբար իհարկե սրտացավ մոտեցմամբ, որ ամենակարևորն է։ Էկրաններին տեսնում եք նաեւ Իմպլանտումի տարբեր երկրների կոորդինատները։ Մեր գործընկերներից ALA Renovations ընկերությունը, որը գտնվում է Բուրբանկում, զբաղվում է սոլար համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև շինարարական եւ վերանորոգման ամենատարբեր աշխատանքներով կապված տանիքների եւ իհարկե դրսում հատակի հետ կապված եւ լավագույն մասնագետներն են, լավագույն հումքով ու պիտի ասեմ, որ ամենանորարարական տեխնոլոգիաներով, այսպես գալով այստեղ դուք ընտրում եք տանիքների համապատասխան հումքը կամ ընտրում եք օրինակ հատակին համապատասխան ձեր նախընտրած քարերը, որոնք իդեպ բնական քարերից են եւ սա նորարարություն է համարվում հենց այս ոլորտում։ Սակայն գլխավոր նորությունը կապված է սոլար համակարգերի տեղադրման հետ։ Պետք է նշեմ, որ մեր բոլոր հաճախորդները ստանում են այսպիսի նվեր, այնպես որ այցելեք այստեղ եւ տեղեկացեք նաեւ հատուկ ակցիայի մասին, բացառապես հենց տետատետի եւ օծի լեզվի հետևորդները կարող են իմանալ։ Եթե պայմանագիրը ստորագրում եք մինչև մայիսի ավարտը, մինչև հունվարի 1 դուք որևէ վճար չունեք, այդ թվում նաև 0% ներդրում կանխավճար եւ 0% interest rate, որը եւս շատ կարեւոր է։ Եվ ունենք նաև անակնկալ բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց մեծ նախագծերը, մեծ պրոյեկտները հենց կվստահեն ALA-ին։ Այս պարագային դուք կստանաք նաև անակնկալ նվեր ձեր էլեկտրական մեքենաները մարտկոցների մնելու համար, այնպես որ զանգահարում ենք նշված հեռախոսահամարով, ծանոթանում ենք բոլոր հնարավոր ռեյթերին, խորհրդատվությունը անվճար է, այստեղ բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում, ովքեր պատրաստ են մանրամասն զննել ձեր նախագիծը, աշխատավայրը, բնակարանը, թե առանձնատունը եւ առաջարկել ձեզ լավագույն լուծումները։ Grand Bridge սուպերմարկետի մասին մենք խոսել ենք բազմիցս։ Գիտեք, որ այստեղ լավագույն մթերքներն են, միսը, բանջարեղենը, միրգը, հացաբուլկեղենը եւ այլն։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Grand Bridge մարկետի խոհանոցը, որը full kitchen է, ամբողջությամբ խոհանոցը պատրաստ է տաք ուտեստների, նախ ուտեստների, աղցանների,
եւ առհասարակ այլ դելիկատեսների համար։ Այստեղ պատրաստվում է տնական եղանակով, բայց ստերիլ եւ չափազանց մաքուր պայմաններում։ Ես հաճախ, երբ հյուրեր եմ ունենում, հենց այստեղից Grand Bridge-ից էլ պատվիրում եմ ուտելիքը եւ որևէ մեկի գլխի էլ չի ընկնում, որ դա տանը պատրաստած ուտելիք չէ։ Ասեմ, որ Grand Bridge-ը ամենալայն տեսականին է առաջարկում հայկական եւ ոչ միայն հայկական ապրանքների ու սննդամթերքի։ Դերասանական կազմը ինչպես է ընտրվել, քասթինգը մենակ է սարել, Ռոմանի հետ է կարել, ինչպես էր աշխատել յուրաքանչյուր դերասանի հետ։ Չէ, իհարկե ես գիտակցում եմ, որ եթե ընտրել ենք այս ռեժիսորին ֆիլմի համար, ուրեմն իր ցանկությունները եւ թե ում է տեսնում այս կերպարում, պետքա նաեւ իր ցանկություններից բխի եւ միասին ենք Ռոմանի հետ ընտրել դերասաններին, ինչ որ մարդկանց ես եմ առաջարկել, ինչ որ մարդկանց ինքը ու մենք մաքսիմում ուզում էինք այդ որակական եւ բարձր մակարդակը պահեինք նաեւ դերասանների առումով եւ ես կարծում եմ այսօրվա լավագույն դերասաններից շատերը նկարահանվում էին մեր ֆիլմում, որի իմ համար մեծ պատիվ էր աշխատել նման դերասանների հետ։ Որ դերասանի հետ էր ամենահետաքրքիրը աշխատել որպես բացահայտում քեզ համար։ Որպես բացահայտում չեմ կարող ասել որպես բացահայտում, բայց իմ կարծիքով բոլոր դերասանների հետ էլ հետաքրքիր էր յուրովի աշխատել։ Ամեն մեկը իր գույնն ու հետաքրքրությունն են, անգամ երիտասարդ, ասենք, դերասանը նոր Տիգրանի հետ է խոսում, ինքն էլ ասաց, որ շատ քիչ փորձ ունի, բայց պահեր կար, որ շատ պրոֆեսիոնալ եւ հետաքրքիր տեսանկյուններով է ներկայացնում իր կերպարը։ Անահիտ, ո՞րն է ամենաառանցքային կերպարը ըստ ձեզ ֆիլմում։ Օ, շատ դժվար հարց է, որովհետև Մարջանի կերպարը, հա։ Հենց այդ եմ մտածում, որովհետև Մարջանի կերպարը ես անգամ գրելուց կան կերպարներ, որոնց գրելուց ուզես չուզես, օրինակ եթե դու անգամ երբեք չես ունեցել ամուժելի հիվանդություն, այդ կերպարը գրելուց քեզ թվում է, որ դու ունես այդ հիվանդությունը։ Կան կերպարներ, որոնք իսկապես սցենարիստի ամբողջ մարմնով ու հոգով անցնում են։ Մարջանի կերպարը հենց այդպիսին էր ու տեսարաններ կան, որոնք այնտեղ տեսարան կա, որտեղ ինքը ուզում է ինքնասպանություն գործի ջրի մեջ մտնելով, ես այդ տեսարանը զգում եմ, ինձ խեղդվում եմ, ու դա իսկապես լինում է։ Հենց այդ տեսարանի նկարահանմանը ես այդտեղ էի։ Հետաքրքիր է, որ այդ տեսարանը իմ ամենատստպավորված։ Այո, որովհետև մի բան է դու գրես, ընդհանրապես սցենարիստի աշխատանքը ինչով է հետաքրքիր, որ ես միշտ ասում եմ, դու գրում ես տանը նստած, ու տենց շատ մի խումբ մարդիկ, դերասաններ, նկարիչներ, ռեժիսոր ստանում են այդ ու հետո դու տեսնում ես ու ինչքան էլ գրած լինի դա բառերով ու տառերով, ամեն ռեժիսոր, պրոդյուսեր բոլորը ունեն իրենց մոտեցումները ու միշտ չի որ քո գրածը քո պատկերացրածով է լինում։ Բայց այն էմոցիան, որը տալիս ես, անհնար է փոխել ու հատկապես երբ որ գիտես արդեն ով է դերասանուհին, ես Մարջիկին շատ եմ սիրում ու այդ տեսանը շատ ուժեղ եմ պատկերացել։ Երևի թե Մարջիկն է, երևի Մարջիկով են բացվել բոլոր թեմաները, երևի Մարջիկով են տվել բոլոր էմոցիաներն ու այդ հարաբերությունների կապը։ Երևի հա, Մարջիկի կերպարը։ Էպիզոդիկ դերեր խաղացած դերասաններից ում խաղն ես ամենաշատը հավանել։ Անկեղծ ասած շատ եմ հավանել ու միշտ այնց ժպիտով եմ նայել Ջուլիաննային, որովհետև սենց մի բան էլ կա։ Հիմա ես անդադ սցենարիստի տեսանկյունից եմ խոսում, որ կան թեմաներ, որոնք հումորային թեմաներ կան, որ դուք էլ շատ լավ գիտեք, հումորը չի կարելի գրել թղթի վրա ու դա լինի ծիծաղելի։ Հումորը պիտի հատկապես որ դա հումորային նախագիծ չի սիթքոմ չի, բայց կան արտահայտություններ ու այնպիսի պահեր, որոնք պիտի ժպիտ առաջացնեն ու Ջուլիանան շատ լավ էր մտել այդ կերպարի մեջ։ Այդ իր մի քիչ մուննաթով հումորները, որ ես շատ եմ սիրում, ու ոնց որ ընկերներս են ասում, մուննաթը իմ երկրորդ անունն է։ Ու շատ եմ հավանել, ես այս գույն էր այդ մի քիչ դեպրեսիվ վիճակի մեջ։ Անի Երանյանի հետ առաջին անգամը չի որ աշխատում եմ, արդեն չեմ հիշում, որ երրորդ պրոյեկտն է։ Անդու է զանգել ինձ կյանք։
Անինա զանգել ինձ, ասելա, որ թույն պրոյեկտ են սկսում, որ գժոտ կերպար կա, էմոցիոնալ, իմ նման, ու ինձ շատ կսազի ինքը կարծում է, որ այդ կերպարը, ու մի քանի խոսքով տենց ներկայացրեց, ասեց, որ գժոտ թույն պրոֆեսիոնալ խումբ է աշխատելու, մի քիչ տենց խոսեցինք, հետո հանդիպեցինք, ավելի մանրամասն քննարկեցինք, հա, դետալները, ու տենց իմ կերպարը իրական էր, դրական, էմոցիոնալ, կենսուրախ, բավականին ընկերասեր։ Ինձ թվում է իմ կերպարի հետ մենք նման ենք, որովհետև ես էլ եմ էմոցիոնալ, ընկերասեր, իրական, բնական, ինչքան լավ կա։ Ես եմ կապում եմ ինձ իրականում կերպարի հետ, ուղղակի իրական կյանքում մի քիչ ավելի գիտակցված եմ։ Մի քիչ։ Շատ չէ։ Կուզեմ խոսենք նաև Անիի կերպարից եւ Անիի մարմնավորած դերի մասին, որովհետեւ Անին նաև գլխավոր դերասանուհին էր, բացի պրոդյուսեր լինելուց, շատ կարծիքներ է հնչում, որ նախագծերը շատ ավելի հաջողված կլինեն եւ շատ ավելի ընդունված կլինեն, եթե Անին մարմնավորի դերեր, որոնք բնորոշ են մեր հեռուստաէկրաններին, այդպես անընդհատ պատվող կերպարներին, բայց Անին դժվար ճանապարհով է գնում, բարդ ճանապարհով է գնում։ Եվ նաև այդ բարդ ճանապարհում շատ լավ է, որ կարողանում է հաջողել։ Ըստ քեզ, ինչու Անին չի գնում այդ հեշտ ճանապարհով։ Եթե նկատի ունեք այն, թե ինչի Անին չի նկարում եւ չի հանդես գալիս մելոդրամաներում որպես հերոսուհի, որը ավելի կհաջողի, ես Անիի հետ աշխատում եմ որպես դերասանուհի 2009 թվականից, եթե չեմ սխալվում, ու Անին մեր մոտ էլ չեմ ուզում անդադ կրկնվեմ, բայց նույն հետ հաշվարկում էլ չէր խաղում այդ հերոսուհու կերպարը, որը ընդունված է, բայց դերասանուհին նրա համար չէ, դրանից դերասանները նրա համար չէ, որ տարբեր դերեր խաղան ու փորձեն իրենց։ Բնականաբար շատ բաներ կարող են ընդունվել ու կարող են չընդունել։ Բայց երբ որ դերասանուհին լինում է նաև նախագծի պրոդյուսերը, երևի թե տրամաբանական կլինի, որ ընտրի հեշտ մատչելի, հեշտ ընկալվող մի բան։ Չեմ համաձայնվում։ Բայց դա Անիի մասին չի ոնց։ Երբ որ դերասանուհիները դառնում են պրոդյուսեր եւ իրենք պիտի նկարվեն իրենց նախագծերում, հակառակը իրենք ուզում են փորձել անպայման այն, ինչը ուրիշտեղ հնարավոր է որ չեն կարողանալու անել, որովհետեւ այստեղ իրենք են որոշում։ Այսինքն իրեն ավելի հետաքրքիր է իրեն փորձել տարբեր տեղեր։ Ես չեմ կարծում, որ շատ մեծ է տարբերությունը ու չեմ կարծում, որ անպայման պիտի մելոդրամա լիներ կամ ինքը լիներ տենց ընդունված դասական հերոսուհի, որ սիրվել։ Ես կարծում եմ, որ Անիի կերպարը շատ է սիրվել, շատ հետաքրքիր է եղել ու Հակոբի հետ էլ ահագին հետաքրքիր զույգ են եղել։ Մինչև նախագիծը սկսելը ճանաչել եմ Անիին, ունենք շատ լավ ընկերական հարաբերություն։ Այո, աշխատել եմ Անիի հետ շատ ստացված պրոյեկտում եւ այս առաջարկը ստանալուց իհարկե ուրախացա, որ այդպիսի լավ պրոյեկտ է լինելու ու ուրախ եի, որ հենց իր հետ եմ աշխատելու։ Կերպարիս անունը Դավիթ է, շատ ուրախ եմ, որ հենց այդ կերպարն եմ մարմնավորել։ Բարդ կերպար էր ու ինձ թվում է պատվով կատարել եմ։ Մարջան, ինչպես ընդունեցիր առաջարկը նկարահանվելու։ Կասկադում ընդունեցի, շատ լավ հիշում եմ, ես ու Անին նստած էինք։ Շատ նորմալ, ինձ համար այս ամբողջ պրոյեկտի մեջ Անին բացահայտում էր ոչ թե որպես դերասանուհի, ես նրա ունակությունների մասին գիտեի եւ շատ երկար տարիների համագործակցության արդյունքում եւ շփումների արդյունքում, բայց որպես պրոդյուսեր եւ որպես կազմակերպչական սուր ջիղ ունեցող ինձ համար Անին բացահայտվեց նամակ անցյալություն եւ դեռ ինձ թվում է ինքը զարմացնելու է այդ ոլորտում ինձ։ Դերասանական առումով անշուշտ էլի լիքը զարմացնելու բաներ ունի պրոյեկտների հետ կապված, որովհետեւ այն ինչ ինքը կարող է դեռ մենք կտեսնենք։ Առաջարկը ընդունել եմ մեծ սիրով, որովհետեւ այս Full House-ից հետո մեր երկրորդ համագործակցությունն էր Անիի հետ, որը արձագանքներից դատելով ոնց որ թե պսակվել է հաջողությամբ։ Պատիվ ունեցել եմ աշխատել Անիի հետ, այս արդեն մեր համատեղ երկրորդ պրոյեկտն է ու հերթական անգամ երբ որ ստացա առաջարկը, նախ Անին մինչև Անին ճանաչելը, մինչև Անին իմ ընկերը դառնալը, Անին ինձ համար եղել է շատ ճաշակով մարդ։ Ինչն էլ շատ
մեծ օգնություն էր այն որոշմանը, որ կայացրեցի առաջին անգամ եւ երկրորդ անգամ նույն կերպ շատ զբաղված շրջան էր ինձ մոտ, փառք Աստծո, որ ամեն ինչ այնպես կարգավորվեց, որ կարողացանք երկրորդ անգամ նորից աշխատել միասին ու Անին նորից ապացուցեց, որ ինքը շատ ճաշակով մարդ է ու ինչ ուզում է լինի, ինքը որտեղ էլ որ լինի, ինքը աշխատում է, որ ավելի բարձր լինի։ Ու այս երկրորդ պրոյեկտով դա նորից ապացուցվեց։ Կերպարը հետաքրքիր էր, կերպարի բնութագիր որպես այդպեսին չեմ տա, բայց մի փոքր կարելի ասել դժվար էր ինձ նրան ըմբռնելը եւ դերասանի համար ինձ թվում ամենակարևորը արդարացնելն է կերպարին, որ մի փոքր ուշ ստացվեց։ Բայց ի վերջո գտանք գիծը ու գույներ ուներ կերպարը ամենակարևորը։ Գույներ ուներ, ինչն էլ որ հետաքրքիր է դարձնում աշխատել ու հատկապես այս թիմում, երբ որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են շատ առաջ, մինչև նկարահանումները, ինչը վերաբերում է չիտկաներին, որ թե տեքստի նստացնելը, թե մնացած բաները չխորանամ, բայց շնորհակալություն եւս մեկ անգամ Անին եւ մեր ամբողջ թիմին, որ մեր ռեժիսորին, որ այսպես կարողացանք պատրաստված տեսախցիկի առաջ կանգնել։ Մարդ կերպարը շատ բարդ կերպար էր եւ գլուխգործոց էր։ Կարելի է ասել։ Ես այնտեղ եմ եղել նկարահանումների ընթացքում, տեսել եմ թե ինչ դժվարություններով ես գնացել նկարահանման, որովհետեւ ջերմում էիր, շատ բարձր ջերմություն ուներ։ Այդպես չմոռանաս, որ դու ես ինձ փրկել։ Եթե դու չլիներ, ես չէի իմանա, որ ես թոքաբորբով տառապում եմ այլևս։ Թոքաբորբով դու գնում էիր նկարահանումների եւ բարդ տեսարաններ, կասես այդ process-ի վերաբերյալ քո ապրումները եւ այլն ու այդ թուլությունը օրգանիզմի։ Ասեմ, որ ինքը շատ համահունչ էր կերպարին այդ թուլությունը, միևնույն ժամանակ, եթե խորապես երևի թե իմ այդ վիճակը ստիպեց, որ շատ արագ անցնեմ process-ը նկարահանման ու այդ թուլությունը, այդ հոգնածությունը, այդ ջերմելը անկեղծ իօքուտ ֆիլմի է աշխատելու կերպարի եւ միևնույն ժամանակ շատ այդ էմոցիոնալ բաները չեմ Դիչոր մի քիչ անգիտակից էի, ինչ որ ապրում էի, բայց նաև չէի ապրում, շատ ավելի թեթև եմ տարել, քան մյուս ֆիլմերում։ Չգիտեմ ինչու այդպես եղավ, երևի մի քիչ ստրեսը շատ էր, Աստված որոշեց մի քիչ ինձ հիվանդացնի, որ շատ խորը ապրումներ չունենամ։ Կերպարը հոգեբանական բռնության կերպար էր եւ ենթարկված ընտանիքում հոգեբանական բռնության իրավիճակ էր։ Քեզ համար ինչպես է խաղալ այդ դերը։ Բավական ծանր էր կերպարը խաղալ, բայց միևնույն ժամանակ, երբ վստահում ես խաղընկերոջդ, ես ավելի քան վստահ, որովհետև իմ եւ Արթուր Դարփինյանի էներգիաները եւ էմոցիաները այսպես շատ մեկը մյուսին լրացնում են, հետո վստահությունը իր անձի եւ իր դերասան տեսակին, վստահ եմ, որ կկարողանամ հաղթահարել շատ ավելի հեշտ, քան ինձ թվում է, որովհետև երբ որ դիմացին պրոֆեսիոնալ է, դու կրկնակի էներգիա չես ծախսում, քո խաղը արձագանք գտնում է իր խաղի մեջ եւ շատ process-ը ավելի հեշտանում է։ Միայն ժամանակ չկորցնելու առումով նաև շատ կարևոր է, որովհետև նույն էմոցիաները մի քանի անգամ ապրել եւ դու մաշվում ես, հանդիսատեսին հասնում է արդեն կիսատ պրատ դուբլ, ոնց որ ասում են, ոչ լիարժեք։ Իսկ այս դեպքում մենք տեսարանները, հատկապես այդ բարդ տեսարանները համարյա թե նկարել ենք մեկ դուբլով, որի համար անչափ շնորհակալ եմ իմ խաղընկերոջը։ Մարդ ես հարցը չեմ կարող չտալ, դու կարող ես չպատասխանել, անցնենք առաջ, բայց որպես լրագրող երևի հարցնեմ, որովհետև տրամաբանություն չկա, որ չեմ հարցնում։ Անձնական կյանքի հետ կապված տարբեր քննարկումներ կան, գիտեմ դու էլ երևի այդ մասին չես ուզում խոսել, բայց որքանով էր քեզ հեշտ խաղալ մի կերպար, որը ինչ որ կետերում գուցե կարող է համընկնի։ Անշուշտ այս կերպարը արձագանք գտնում էր հոգեբանական բռնության տեսանկյունից իմ ապրումների հետ, ինչ որ ես ապրել եմ տարիներ առաջ կամ վերջերս, այսպես ասած, հիմա շատ ծիծաղել ենթադրում եմ, որ բոլորը մեզ լսում են, ես պատմում եմ բոլորին, չնայած այնտեղ կլսեն այլևս։ Ինչևէ, ինձ դժվար է այո դրա մասին խոսելը, բայց հոգեբանական բռնության առումով այո իմ կերպարը մոտեր են ամենին, ինչ ես ապրել։ Ենթադրում եմ այստեղ էլ կերպարի բարդությունը չզգալը հենց այն էր, ինչ կյանքում եղել էր, ես առանձնապես
շատ ծանր էմոցիաներ չեմ ունեցել ֆիլմից հետո։ Միացյալ Նահանգներում երազանք է ունենալ տուն, առանձնատուն, իսկ երբ ունենում ես առանձնատուն, երազանք է ունենալ լողավազան։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն լողավազանով տուն, բնականաբար մի օր հասկանում են, որ այդ լողավազանը պետք է խնամել։ Խնամքի համար ծախսվում են հսկայական միջոցներ եւ կան մասնագետներ եւ մասնագիտացված խանութներ, որոնք կոչված են հենց դրա համար։ Այսօր մեր հաղորդման մեջ ես ուզում ձեզ ներկայացնել մեր նոր գործընկերոջը, խանութ, որը գտնվում է Փասադինայում եւ այն կոչվում է Best Pool Shop։ Այս խանութը մեծ խանութ է, այս խանութը աչքի է ընկնում ֆանտաստիկ սպասարկմամբ։ Այս խանութում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ, ովքեր ձեզ կտան ամենատարբեր ձեզ ուզող հարցերին պատասխաններ եւ որ ամենակարևորն է, այս խանութում ներկայացված ապրանքները, որոնք կոչված են ձեր սպաների եւ ձեր լողավազանների խնամքի համար եւ ինչու՞ չէ նաեւ կառուցելու եւ այն ընդլայնելու եւ պահելու համար աչքի են ընկնում չափազանց էժան արժեքներով։ Գնանք ներս եւ ավելի մանրամասն ձեզ ցուցադրեմ ապրանքները։ 25 տարի շարունակ իմ լողավազանը սպասարկող մարդը անընդհատ գալիս է եւ իր հետ բերում է նման ամենատարբեր նյութեր, որը նպաստում է լողավազանի մաքուր մնալուն։ Եվ իհարկե ինձ գանձում է չափազանց մեծ գումարներ։ Գալով այս խանութ դուք կարող եք գնել նույն այդ նյութերը, նույն այդ ապրանքները, նույն այդ ֆիլտրերը, ավելին ասեմ, տաքացնող հսկայական սարքերը շատ էժան արժեքներով։ Emperador Law Firm-ում ենք, որտեղ հայտնի իրավաբանները զբաղվում են իրենց մասնագիտական գործով եւ մեր հայրենակիցներից շատերին օգնում են օրինականանալ այս երկրում։ Արմինե Անտոնյանն է, համահիմնադիրներից մեկ իրավաբանական այս գրասենյակին կողքին։ Ողջույն Արմինե, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ լավ, շնորհակալ։ Արմինե, այսօր շատ կարևոր թեմայից եմ ուզում խոսենք, որովհետեւ մեզ շատ են գրում այդ մասին եւ արդեն սովոր են լսել ձեր կարծիքը մասնագիտական։ Այս անգամ detention-ներից եմ ուզում խոսենք եւ մեր հայրենակիցներին կամ ոչ միայն այս կամ այն պատրվակով այսը ասում վերցնում է եւ կալանավորում, հա։ Այո, տանում է detention։ Եվ ինչպես պետք է վարվել նման պարագաներին։ Եթե մարդը եկել է Մեքսիկայով, մուտք է գործել, միակ ճանապարհը, որ շուտ մարդուն ազատեն, դա habeas corpus petition-ը, որը ֆեդերալ դատ է, դիմում ես ֆեդերալ դատավորին, որպեսզի հանես, հա միջնորդություն ես հանձնում, որպեսզի մարդուն շուտ հանեն։ Հենց այսօր ունենք Բավարիայում, որի համար շատ ուրախ ենք։ Մյուս դեպքը կլինի բոնդի հենց անմիջապես դիմումը, եթե անձը եկել է վիզայով, այսինքն սահմանով օրինական ներս է մտել, նույնպես հասնում ենք հաջողությունների, եթե հատկապես անձը ունի քրեական անցյալ, հա, պետք է շատ զգույշ լինի, գնա բոլոր habeas-ի դատերին մասնակցի, ինչպես նաև IC check-իններին, որպեսզի խնդիրներ չունենա։ Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր այս IC վերջին նորություններից հետո կաշկանդված են դուրս գալ, ինչ որ անցումային փուլում են գտնվում, իրենց ինչ խորհուրդ կտաք։ Ամեն դեպքում պետք է հետևեն բոլոր IC ուղղություններին, այսինքն եթե app ունեք, որով մարդիկ կառավարում են ձեզ, թե ուր եք գնում, ուր չեք գնում, պետք է ամեն դեպքում հետևեք իրենց ցուցումներին, ուրիշ ելք չկա, որովհետև դա իրենց ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել կալանավարին։ Իսկ կարող են միջև խնդիրը ձեզ դիմել, այսինքն եթե գիտեն, որ հնարավոր է հայտնվել նման իրավիճակում, կարող են արդեն ունենալ ձեզ հետ պայմանավորվածություն, որ նման դեպքերում դուք ներկայացնեք իրենց շահերը։ Այո, գոնե կիմանան, որ ունեն փաստաբան, որը կարող է միջնորդությունը հանձնի հնարավորին է շուտ, որտեղ օրերը գնում են, ինչքան շուտ հանձնեք, այդքան իհարկե ավելի լավ։ Միգրացիոն եւ ոչ միայն միգրացիոն հարցերով դիմեք Emperador Law Firm-ին, էկրանին տեսնում եք կոորդինատները, այստեղ պրոֆեսիոնալ մասնագետներ են եւ նաեւ սրտացավ մարդիկ, որը ոչ պակաս կարեւոր է այս մասնագիտության համար։ Shop by Raya։ Հենց այս խանութում դուք կգտնեք ամենագեղեցիկ հագուստները, ինչպես առօրյա, այնպես էլ տարբեր միջոցառումների համար։ Տեսականին մշտապես թարմացվում է եւ չկրկնվող օրինակներ են այստեղ միայն։ Երկար տարիներ Shop by Ryan կարողացել է հավաքել եւ իր հարկի տակ ներկայացնել հոլիվուդյան արտիստների կերպարները եւս։ Դուք էլ պակաս հոլիվուդյան աստղ չեք, այնպես որ կարող եք այցելել այս խանութ եւ որ ամենակարևորն է կգտնեք ձեր գրպանին համապատասխան հագուստներ։ Նիհարելու գործընթացը արդեն շատ ավելի հեշտ է տարբեր ներարկումներով եւ տարբեր դեղամիջոցներով։ Արդեն Beauty Aesthetics-ում այդ հարցին վերաբերում են չափազանց մեծ պատասխանատվությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է այժմ։ Բժիշկ, կասեք, թե որքան հաճախականությամբ է պետք զսկվել կամ որ դոզայով, վստահ եմ ձեզ այդ հարցը հաճախ են տալիս։
Իհարկե, այդ սրսկումների մեծամասնաբար դա շաբաթը մեկ անգամ սրսկում է, խնդրում եմ գնացեք միտեղ, որտեղ որ կլինեք բժշկի հսկողության տակ, որտեղ պետք է հետևել որոշ օրգանների ֆունկցիային, ընդհանրապես շաբաթը մեկ է սրսկումը, ամենահաճախ, գիտեք, խնդիրներից մեկն է, հարցերից մեկը, որ ես վերջերս ես այս փորձի հետ կապված հաճախորդները զանգահարում են, ինչքան ժամանակ պետք է սրսկվեն։ Այդպիսի բան չկա, ինչքան պետք է սրսկվել։ Շատ կարևոր է որ դուք զրուցեք ձեր բժշկի հետ եւ որոշեք որն է ձեր նպատակը, ուր եք գնում, ձեր գոլը։ Խնդրում եմ, սկսեք դանդաղ, խնդրում եմ, եթե հասնելու եք այնտեղ, որտեղ ուզում եք լինեք, դրանից հետո նաեւ դանդաղ պակասացրեք, որովհետեւ կարող է լինեն աղիքստամոքսային side effect-ներ։ Ընդհանրապես սկսում են փոքր դոզայից, օրինակ եթե տրզեպատիդ եք սկսում 2.5 միլիգրամի չափատական, խորհուրդ են տալի 2-3 շաբաթ գոնայի դոզայով, հետո կամաց բարձրացնել։ Ընդհանրապես կյանքում ամեն ինչի մոտեցումը սենց է։ Ինչ որ շուտ կորցնում ես կամ ձեռք ես բերում, նույնն էլ հակառակը կլինի։ Առողջ ձևով մոտեցեք, մի փորձեք մի շաբաթում 30 փաունդ, որտեղ դա շատ վատ է ընդհանուր օրգանիզմի համար։ Տվեք ժամանակ, ամեն ինչը իր տեղը կլինի։ Ձեր առողջությանը պետք է վերաբերել չափազանց մեծ ուշադրությամբ եւ կարևորություն տալ դրան եւ երբ աշխատում է պրոֆեսիոնալ բժիշկ, ով նաեւ միաժամանակ աշխատում է նաեւ ամերիկյան կլինիկայում, վստահ եմ, սա ավելին է, քան այն փինաչիները, որ սովորաբար աշխատում են որպես բժիշկ կամ էսթետիկ բժիշկներ, ինչը մեր համայնքում կներեք, բայց շատ հաճախ հանդիպող խնդիր է։ Այնպես որ այցելելով Art in Beauty Aesthetics կխուսափեք բոլոր այդ խնդիրներից։ Անահիտ ինձ մի հարց է միշտ հետաքրքրել սցենարիստների հետ կապված եւ հիմա էլ այդ հարցը պիտի տամ։ Երբ սցենարիստը գիտի ով է լինելու այդ կերպարը մարմնավորող դերասանը, երևի թե ավելի դժվար է, չէ՞, գրել սցենարը, այն առումով, որ երբեմն կերպարի ճակատագիրը եւ դերասանուհու ճակատագիրը համընկնում են ինչ-որ հատվածներում։ Եվ երևի թե դու պիտի այնքան զգույշ լինես այդ սցենարը գրելուց, որ նաև անձնական տիրույթ չմտնես, բայց միևնույն ժամանակ նաև գիտես, որ լավ է խաղալու այդ հատվածը։ Այդ առումով այս սցենարի մեջ ինչ-որ բախումներ կային եւ ինչպես էր դու որպես սցենարիստ այդ հարցին նայում։ Տեսեք, ես գրել եմ շատ նախագծեր, հիմա վախենում եմ թիվը ասել, շատ նախագծեր։ Իհարկե, երբ որ երկար սերիալների վրա ենք աշխատում, բավականին քանակությամբ սերիաներ լինելուց հետո է կատարվում կաստինգը։ Բայց այդտեղ էլ են լինում դեպքեր, երբ որ մարդիկ գալիս, մենք ունենք փոքր երեխա, Դեպետի գաղտնիքը ընտանեկան բռնության մասին հեռուստասերիալներ, կարճ 16 սերիա, որտեղ շատ պատահական պարզվեց, որ երեխեն էլ է տանը բռնության ենթարկվել ու հենց հիմա գտնվում են այդ նույն իրավիճակում, որը մենք նկարագրում ենք։ Իսկ ինչ վերաբերվում է, եթե ես գիտեմ կամ լսել եմ կամ ենթադրում եմ, որ դերասանուհին գտնվում է նույն վիճակում, եթե խոսում ենք այն մասին, որ ես հատուկ տրորում եմ վերքը, որովհետև գիտեմ, որ այդ շատ լավ է ստանալու, չէ, բայց նաև պիտի ազնիվ լինեմ ու ասեմ, որ դա ինձ չի խանգարում, որովհետև եթե ինչ-որ բան պետք է նախագծին, այդ ամեն ինչը պիտի մի կողմ դրվի, եթե դու վստահ գիտես, որ դա դերասանուհուն չի խանգարելու։ Ես ենթադրում եմ ինչի մասին է խոսքը, կարծում եմ, որ ես իմ գրած որևէ բառով ավելորդ ցավ որևէ մեկին չեմ պատճառել, բայց ի սկզբանե նախագիծը, երբ որ սկսում էր, կերպարը հենց այդպես էր որոշված ու շատ լավ է, որ ընտրվում են դերասաններ, որոնք վերապրել են այդ։ Ինձ թվում է, որ շատ ավելի լավ է ստացվում, բայց անկեղծ, եթե մի տողով ասեմ, ինձ չի խանգարի դա, եթե ես իմանամ, որ դա նախագծին պետք է։ Մարջ, քո կերպարը իր հետևից տանում է բազմաթիվ հայ կանանց ձայներ, ովքեր նույն հոգեվիճակում եւ նույն իրավիճակում են ապրում տանը եւ ցավոք այնքան ուժ իրենց մեջ չեն գտնում ճիշտ պահին դա դադարեցնելու եւ ընտանեկան բռնությունը ցավոք շարունակում է դառնալ մեր իրականության մասը։ Ինչ կասես այն կանանց ու աղջիկներին, ովքեր որ ենթարկվում են իրենց ընտանիքներում բռնության եւ ֆիզիկական եւ հոգեբանական։ Ֆիզիկականի դեպքում այդ ամենը չզգալը պարզապես անհնար է։ Դու անմիջապես ես առնչվում այդ ամենի հետ, հոգեբանականը մի քիչ ավելի բարդ է։ Հոգեբանական բռնություն կարող է տևել տարիներ, որի մեջ, չգիտեմ, դու կորցնում ես շատ բաներ, մարդկային լիքը հատկանիշներ,
ու հետո անզորս լինում ինքդ քեզ օգնելու։ Ես հասկանում եմ հոգեբանական բռնություն ապրած կանանց, այլ ֆիզիկականը ընդհանրապես չեմ հասկանում, որովհետև երբ որ առաջին անգամ քեզ վրա ձեռ են բարձրացնում, պիտի իմանաս, որ դա լինելու շարունակական։ Հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվող կանանց միայն մի բան կասեմ, եթե ունեք երեխաներ, ես հասկանում եմ, շատերը կաշկանդված են երեխաների ներկայությունից, որ իրենք կան, այլևս գոյություն ունեն, իրենց հայրն է կամ կարող է նաև կինն է բռնության ենթարկվում տղամարդուն, դա էլ կարող է պատահել։ Ես մտածում եմ, որ երեխաների, եթե ուզում եք լավություն անել ձեր բալիկներին, ինքներդ ձեզ, պիտի հեռանաք իրարից։ Ես այդպես եմ մտածում։ Անշուշտ գիտեմ, որ բարդ է մեր օրերում շատ դժվար։ Չնայած մեր օրերում շատ ավելի հեշտ էր, քան առաջ։ Որովհետև հիմա աշխատանք գտնելը շատ ավելի հեշտ է, հայտնի անալը շատ ավելի հեշտ է, ամեն ինչ ավելի հեշտ է։ Անի Երանյանի հետ չեմ աշխատել մինչև դա, բայց գիտեի իրան, գիտեի որպես դերասանուհի, գիտեի որպես մարդ, ոչ այդքան լավ, բայց չէի աշխատել հետը ոչ մի անգամ, չնայած շատ կուզենայի աշխատել։ Դե ստացվեց այնպես, որ ստացա այս հրավերը այս ֆիլմում նկարվելու եւ հաճույքով աշխատել եմ։ Ես որպես դերասան ամբողջ կյանքս երազեցի բացասական դերեր խաղալ։ Չնայած չեմ կարծում, որ այս դերը բացասական դեր է, բայց այնուամենայնիվ մի մարդ է, որը հակադրվում է հերոսին եւ չգիտեմ, ես հաճույքով եմ խաղացել այս դերը, հաճույքով եմ նկարվել, հատկապես այս կոլեկտիվում, կոլեկտիվ, որը ղեկավարվում էր Անի Երանյանի կողմից, որը հավաքվել էր Անիի կողմից։ Քո խաղանկերը Արթուր Դարփինյանը երևի թե հայկական կինոյի ամենաառեղծվածային կերպարներից խարիզմատիկ ու առեղծվածային, որովհետև հարցազրույցներ շատ չկան իր հետ, գրեթե չկան, եւ իր կյանքն էլ բազմաթիվ էլի տենց դժվարություններով էլի փակ կյանք է, իր որակական հատկանիշները որպես դերասան եւ որպես մարդ ինչպես ես ընկալել ես նախագծի ընթացքում։ Մենք մի քանի օր առաջ Արթուրին հանդիպել եմ ու մենք հիշեցինք, որ մենք իրար տեսել ենք մի անգամ 2012 կամ 13 թվին, լավ չեմ հիշում։ Մի ակնթարթ մենք նույնիսկ միասին խաղալու տեսարան չունեինք ու չգիտեմ ինչու ես միշտ մտածել եմ, որ ինչ-որ մի օր առիթ կունենամ նորից հանդիպելու Արթուրին, բայց չգիտեի, որ Աստված ինձ այդ հնարավորությունը տալու է։ Մենք հանդիպեցինք Գոշի ֆիլմում, ես ու Արթուրը երկրորդ անգամ մեր ստեղծագործական կյանքում շախմատիստը, չէ, այդտեղ էլ շատ լավն էր ձեր տանդեմը։ Ու շատ կարճ էր, 1 օրական նկարահանումն էր, բայց այնպես բուրըն շատ սիրուն նկարահանումներ են եւ երրորդ երկարատևը այս ֆիլմում էր։ Արթուրը ինձ համար որպես մարդ չափազանց լավն է դերասանի մասնագիտություն ունենալու համար։ Չգիտեմ, տարօրինակ բան եմ երևի ասում, որովհետև մենք դերասաններս միշտ չի, որ դերասանի մասնագիտություն ունեցող մարդը պիտի փայլուն մարդկային հատկանիշներ ունենա։ Արթուրի մոտ ամեն ինչ 100%-անոց է, որը ինձ օգնում է process-ի ժամանակ շատ արագ ասելու իմ միտքը, բացատրելու իրեն վստահ լինելով, որ ինքը ինձ կհասկանա։ Նաև երևի առիթից օգտվում եմ իր մարդկային լավագույն գծերը իմանալով, մի քիչ կարող եմ որ չափազանց անկեղծ լինել մասնագիտական խնդիրների հետ կապված, բայց ինքը շատ հանգիստ, խաղաղ եւ ծայրահեղ բարի մարդ է։ Նարեն Հայկազյան շատ փոքր դեր էր խաղում, բայց ինձ թվում է իր ներկայությամբ նաև լցնում էր կադրը։ Փոքր չէր դերը, իմիջ այլոց իր հետ կապերը եւ այն բոլոր սյուժետային առումով շատ կարևոր առանցքային կերպար էր, բայց այդպես առաջին պլանում չէր անընդհատ։ Եվ իր ներկայությամբ լցնում էր կադրը, Նարեին շատերը նաև կարոտել էին մեծ էկրաններին տեսնելով, դու ինչպես կգնահատես իր հետ համագործակցությունը։ Առաջինն էր իմ եւ Նարեի, ինձ համար մեծ պատիվ է մի կադրում հայտնվել մի դերասանուհու հետ, որին
ես երբ որ ինստիտուտ էի ընդունվել, երբ տեսնում եմ ուղղակի կարող է ժամերով իր հետևից քայլել պրոսպեկտում, որ միայն տեսնում ինքը ինչպես է քայլում եւ շարժվում, ինձ համար Նարեն պաշտամունքի առարկա էր եւ եւ մեծ բավականություն եմ ստացել իր հետ նկարահանման process-ում, թե որպես մարդ ճանաչել եմ, որովհետեւ իմ կուրսընկերոջ մորաքույրն է, իմ Նարեկի, շփման առիթներ ունեցել եմ, բայց աշխատանքի մեջ չենք հանդիպել։ Սա առաջինն էր եւ հուսամ, որ վերջինը չէր, ու իրեն իր սիրուն աչքերը, իր չգիտեմ, աշխարհ լցնող աչքերը հնարավոր չի չնկարել։ Իհարկե Անի Երանյանով սկսվեց ամեն բան, առիթ ունեցել էի աշխատել, մեկ հատ սերիալի փորձել ունեի, այդպես մի խոսքով շատ սիրեցի իրեն, տենց մեր հանդիպումը շատ տենց ռոմանտիկ, թեթև եւ շատ զգոն դաշտի վրա էր, որովհետեւ ես էլի ինչպես միշտ իմ էմոցիոնալ բախումների մեջ էի, Անին մոտեցավ, իր աչուկներով նայեց, ասեց հանգստացեք, նենց սիրալիր եւ նենց ազնիվ էներգետիկ դաշտ բերեց, միանգամից մտավ այն աշխարհ, որտեղ մարդիկ իրենց ծերագիրն են թողում, անցան ամիսներ եւ այդպես առաջարկը եղավ անցյալ նամակից, ես նաեւ իր համար, նաեւ այն երկար դադարից հետո փակել էի դռները այդ աշխարհի առջև, այս իհարկե ուրիշ անցում է, բայց ասեմ, երկրորդ կարծես թե փորձն էր երկար տարիների լռությունից հետո այդպես ասեցի սիրով Անի ջան եւ շնորհակալ եմ, որ ինձ տեսել ես այնպիսին ինչպիսին կամ։ Ոգևորություն անխոս կար, որովհետեւ աշխատել երիտասարդ սերունդի հետ շատ ինձ համար նորարար է եւ հետաքրքիր, ամեն դեպքում այդ կարծրացած իրականության մեջ որտեղ որ գտնվել էի, դա ինձ թևեր տվեց անխոս։ Կերպարը սկզբնական этаպում դեռևս չէի հասկանում, խաղալու ցանկությունը անխոս առաջնային էր, այլապես այդ մղումը չէր լինի, անգամ եթե ես ժամանակին ընտրում էի ինչը այո, ինչը ոչ, հիմա ինքնահոսի եմ թողել, գուցե եւ դա էլ իր լավ կողմերն ունի, չգիտեմ հետո կերևա, այդպես ուզում եմ ասել, կերպարի վրա աշխատելու ավելի զուսպ էր ինձ համար, հավաք կերպար էր, գիտես ինչ, ես մտածում եմ, որ ներսումդ լիքը մեծ ալիքներ կամ փոթորիկներ կան եւ իրապես այդպես է եւ քեզ տալիս են այդ ջրից, այդ օվկիանից այդ մի քիչ ափերիդ մեջ, որ կարողանաս իրան զգալ, տենց զգացում էր ինձ մոտ շատ ծավալուն չէր, ես իրեն զուսպ եմ մոտեցել, ինքը այդպես զսպված կերպար էր, հանդիսատեսը կասի, չեմ կարող ես վերլուծել կերպարիս համար, կամաց իրեն սիրեցի, խմորեցի, այդպես։ Հաշվի առնելով իմ ու Անի մտերմությունը իրար հետ նախ երկար բարակ չեմ կարող մտածեմ, ասեց, որ դեր կա, որի համար համապատասխանեմ, դե ամեն դեպքում ոնց որ բոլոր մարդիկ գնացել եմ կաստինգի, բոլոր մարդիկ ասելով մտերիմ չմտերիմը կապ չունի, էլի։ Գնացել եմ կաստինգի, ի վերջո համապատասխանել եմ ու նկարվել եմ։ Երկար բարակ չեմ մտածել։ Մեր օրերին ոչ այդքան համապատասխան երևի բարությունը, բավական բարի կերպար, այսինքն իրան մարմնավորելուց երբեք չեմ մտածել ոնց է պետք խաղալ, ուղղակի իմացել եմ, որ այստեղ են բարի է։ Մնացած որակական հատկանիշները ինչ որ պիտի ավելացվեր, այդ արդեն ըստ իրավիճակի էր, բայց ինձ թվում է բարոյական բարի լավ տղա, որ այդ ֆիլմում ինձ թվում է այդ լուսավոր կետերից մեկն է, էլի, որ քիչ է, բայց լուսավոր ինչ որ բան է, էլի, կերպար է։ Հուսով եմ կարողացել եմ ամեն դեպքում տենց մարմնավորեմ, էլի։ Նախ այս անգամ դե քանի որ ես կրթություն չունեմ ու շատ դեպքերում չգիտեմ, ասենք կոնկրետ process-ը ոնց է դա տեղի ունենում, հա, կերպար կերտել եւ այլն, այս անգամ Ռոմանի հետ, ռեժիսորի հետ որոշեցի, որ պիտի խոսամ, հասկանամ ինչի մասին է այս կերպարը լինելու, որտեվ անցյալ ֆիլմում, որում էլի Երանյանի հետ էինք, Երանյանի Մովսես Երեմյանի ֆիլմը Քեզանից հետոն, այդտեղ կերպարս բավական համապատասխանում էր իմ իրական կերպարին, որտեղ տենց առանձնապես խաղալու բաներ չկար, մանավանդ
իմ ընկերական էլի շրջանակների մեջ էր բոլոր դերասաններում հետ որ խաղում էի, կոմֆորտ էր իմ համար շատ։ Այս երկրորդ ֆիլմի մեջ արդեն գիտեի, որ նախ դերասանական կազմը շատ ուրիշ է, հետո ոնց որ պատասխանատվություն կա մեծ, ինչքան էլ փոքր մեծ դերի մասին չի խոսքը ֆիլմինգ Իրանով, համոզված եմ, որ շատ ստացված պրոյեկտ է ու մի խոսքով Ռոմանի հետ որոշեցի, որ պիտի խոսամ ու մի քանի անգամ զրուցելուց հետո մոտավորապես մեջս արդեն պատկերը եկավ էլի այդ երիտասարդի հետո արդեն բնականաբար իմ մոտ ամենայն դեպս տենց է տեղի ունենում այս պրոյեկտի սկզբում եւ վերջում լրիվ տարբեր արդյունքներ է իմ համար կարող է կողքից լրիվ նույնն է բայց ընթացքում բացվում է էլի ինձ թվում է առողջ չի եթե ինչ որ մի բան չի լինում Հենց ստեղծագործական մեծ թիմում, որ լիքը շատ տարբեր մարդիկ են հավաքված, ու ամենը իր պատկերացումն ունի տարբեր բաների շուրջ, բայց եղել է շատ ներդաշնակ ամեն ինչ։ Ինչ որ փոքր բաներ են եղել, որը որ չի ազդել ընդհանուր տրամադրության եւ հաճույքով աշխատելու վրա։ Բայց ես քանի որ մի քիչ այն տեսակ մարդ եմ, որ ինձանից չի կախված, բայց ես որտեղ որ լինում, պետք է մի հատ արկած լինի ու այս պրոյեկտն էլ անմասն չմնաց արկածից քիթս ջարդվեց իմ մտերիմ ընկերոջ կողմից չգիտեմ էլ ինչ ասեմ ասել եմ ու էլի կասեմ այդ կադրից դուրս ինչ խոսք նկարման ժամանակ կռվի տեսարան էինք բեմադրում ու ընթացքում նկարման ժամանակ որում ես արդեն գետնին պարկած եմ մեր Տիգրանը Մանսուրյան ինքը պետք է հարվածի իսկ ես պետք է ամեն մի հարվածից արձագանքեմ գլխովս։ Եվ իմ արձագանքը իրախփելը համընկավ մի կետում, որը որ շատ բարձր ձայնով ուղեկցվեց ու մեր ընկերները նույնիսկ նկարանոց ունեն, եթե ստացվի կարող եք նույնիսկ տեղադրել ու դրանից հետո աչքս ու քիթս սենց արուն շատ չեկավ, բայց հաճելի տեսարան չէր։ Ամեն դեպքում ուզում էի շարունակել այդպես նկարանվել, բայց անիս ոչ մի ձև չթողեց, ես չգիտեմ իմ պատճառով թե ոնց այդ ամբողջ նկարանման օրը պրավալ գնաց։ Այդպես։ Բայց մի քանի օր չգիտեմ ոնց է ստացվել, որ մենք չենք նկարել, որովհետև մենք շատ սուղ նկարանման օրեր ունեինք ու այդ մի քանի օրը եւ ավել ես ուղղակի վերականգնում էի։ Անից եմ, որ ամեն ինչ արեց, որ ճիշտ լինի, գրիմին էլ շնորհակալություն, որ շատ չերևաց, չնայած որ էսպես էի, բայց լավ հիշողություններ ու այս առիթով երբեք չեմ մոռանա այս պրոյեկտը ու այս կատարած աշխատանք։ Պապա Պողոսյան, իմ մտերիմ շատ լավ ընկերն է ու ընդհանրապես սետում բոլորը գիտեն, այսինքն դա որպես կանոն է տենց է, ինձ ոչ մի բան պետք չի վստահել, որտեղ հեսա մի բան կջարդեմ, մի բան կընկնի, մի բան, որ ուզում եմ օգնեմ, բայց չէ, դու մի արա, այսպես վիճակ է ու ինձ վստահում են մի հատ տեսարան խաղալ, որը չենք փորձել ընդհանրապես, տեղում ինչ որ հասկանում ենք ոնց պետք է լինի ու ես պետք է իմիտացիա անեմ հարվածի Դե փորձում ենք Ռոմաննա գալիս, ասում ասենց պիտի խփես, սենց պիտի անես բան, բայց դե մի տիկոին արի բացատրի, ոնց պիտի խփես։ Մի հատը խփեցի ճիշտ ձևով չկպավ, մյուսը խփեցի, քիթը երկու տեղից ջարդվեց։ Շատ տհաճ, բայց ծիծաղալու բան էլի, միջադեպ ինձ թվում է։ Մենք գտնվում ենք Գրիգորյան Law Firm-ում, որտեղ Աննա Գրիգորյանը իր մեծ թիմի հետ զբաղվում է will and trust-ով, այսինքն կտակով եւ ժառանգությամբ, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներով։ Ողջույն Աննա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտել այսօր եւս շատ կարեւոր թեմայի մասին ենք խոսելու։ Շատ հաճախ մեր հայրենակիցները եւ ոչ միայն հայրենակիցները այստեղ Միացյալ Նահանգներում համադրում են իրենց ապրելու վայրը կամ իրենց առանձնատունը որոշակի բիզնեսների հետ։ Լինեն դրանք բժշկական ուղղվածության, մանկապարտեզներ եւ այլն։ Եվ երբեմն երբ կտակի եւ ժառանգության հարցը սխալ է լինում, նրանք որևէ արտարոց իրավիճակում հայտնվում են խնդիրների առաջ։ Կպատմեք, թե որքանով լուրջ են այդ խնդիրները։
Խնդիրները այնքանով են լուրջ լինում, որ երբ որ կա տուն, որտեղ մարդիկ ապրում են, նաև աշխատասում են բիզնես, թե մանկապարտեզ, թե ինչ-որ բժշկական հաստատություն, ու ինչ-որ մեկը, դայակներից մեկը, երեխաներից մեկը, հիվանդներից մեկը, քույրերից մեկը վնասվում է այդ տան մեջ բիզնեսի աշխատանքի ընթացքում, իրավունքներ են ունենում ոչ միայն ինշորանսի դեմ, որ այդ տունը ունի, լինում են դեպքեր, որ նաև ինշորանս չի լինում, նաև կարողանում են լին դնել տան վրա եւ գումար պահանջել իրենց վնասվածքների համար։ Այսպեսով ինչ է պետք անել, եթե մարդիկ համատեղում են այդ բնակության վայրը կամ իրենց առանձնատունը բիզնեսի հետ։ Պետք է լինի ճիշտ պլանավորումը, պետք է լինի ճիշտ կազմակերպված թղթաբանությունը, որտեղ որ տունը դրված է տվյալ բիզնեսի անունի տակ, թե LLC, corporation եւ այլն, եւ հետո այդ corporation-ը տեղադրված է ուրիշ ինչ-որ մի թղթաբանության մեջ, որը ավելի պաշտպանում է ունեցվածքը։ Շատ լավ, եւ երբեք ուշ չէ, չէ՞ դա։ Դեպքից հետո ուշ է, եթե արդեն դայակը վնասվել է, շունը կծել է քույրին կամ երեխաներից ինչ-որ մեկ ընկել է այդ տան մեջ, արդեն ուշ է պլանավորել ինչ-որ մի ձևով պաշտպանելու տունը այս խնդիրներից։ Շնորհակալություն ինֆորմացիա եւ հագեցված տեղեկությունների համար։ Հիշեցնեմ, որ նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կարողանաք կապ հաստատել Grigoryan Law Firm-ի հետ։ Venus Gifts խանութ-սրահը տասնամյակներ շարունակ իր հարկի տակ ներկայացնում է ամենաճաշակով եւ ամենագեղեցիկ ապրանքանիշերը, որոնք իրենց հերթին էլ ներկայացնում են համաշխարհային մշակույթ։ Այս անգամ խոսելու ենք Lalique ապրանքանիշի մասին, որը 1888 թվականից ի վեր համարվում է ֆրանսիական թանկարժեք սպասքի ամենահայտնի բրենդերից մեկը։ Lalique-ը իր ամենալայն եւ ամենագունեղ տեսականիով ներկայանում է Venus Gifts խանութ-սրահում։ Շտապ եմ ձեզ տեղեկացնել, որ այստեղ կա նաև limited edition, այսինքն սահմանափակ քանակությամբ արտադրված Lalique ֆիրմայի գեղեցիկ ծաղկամաններ, որոնք անգամ համարակալված են եւ սահմանափակ քանակության պատճառով հայտնվում են հազվագյուտ խանութներում։ Venus Gifts-ը այդ խանութներից մեկն է։ Օրինակ հենց այս բյուրեղապակյա գեղեցիկ ծաղկամանը ես կարծում եմ, որ ձեր տանը շատ կսազի, սակայն ձեզնից շատ քչերը կարող են դրանք ձեռք բերել այն պարզ պատճառով, որ դրանք սահմանափակ քանակությամբ են արտադրվել եւ անգամ համարակալված են։ Սակայն Venus Gifts-ի հաճախորդները միշտ էլ գիտեն, որ այստեղ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում եւ նրանցից յուրաքանչյուրը գոհունակությամբ են լքում այս խանութ սրահը։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ անգամ հենց կրկին Venus-ում։ Ահա այսպես յուրաքանչյուր անգամ Velvet Rose-ի աշխատակիցները ամեն առավոտ գնում են ծաղկի շուկա եւ վերցնում, երբեմն ստանում նաեւ ամենաթարմ ծաղիկները։ Դրանք պահում են ստերիլ պայմաններում եւ որ ամենակարևորն է ճիշտ ջերմաստիճանի ներքո։ Այդ իսկ պատճառով ծաղկեփնջերը միշտ թարմ են եւ նույն օրվա ծաղիկներից պատրաստված։ Ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում ոչ միայն ծաղիկների որակին, այլ նաեւ դրանց գունային առանձնահատկություններին ու դիզայնին։ Այնպես որ այս մասնագետներն ու դիզայներները ինձ համար չափազանց հետաքրքիր են ստեղծագործում։ Եվ որոշ դեպքերում նաև կարելի է նրանց վստահել կամ մշտապես վստահել ձեր միջոցառումների համար։ Հարսանեկան, ծննդյան արարողությունները կարող են ել ավելի հետաքրքիր դառնալ Velvet Rose-ի ծաղկեփնջերի շնորհիվ։ Եթե ունեք գրասենյակներ, ապա փորձեք մշտապես գրասենյակում նաև գեղեցիկ ձևավորումներ ունենալ յուրաքանչյուր շաբաթվա համար։ Velvet Rose-ը համագործակցում է նաև ձեզ հետ այդ տեսանկյունից, այնպես որ ձեր գրասենյակի համար կառաջարկի հատուկ պայմաններ։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Անի Երանյանի հետ աշխատում եմ առաջին անգամ։ Եվ հետաքրքիրն էր, որ Անին որ զանգահարեց, առաջարկեց, որ պրոյեկտում պետք է նկարվել, կա դեր, որ առաջարկում է, որ ես նկարվեմ։ Ես հայտնեցի իմ ուրախությունը, որ ոգեշնչված նախորդ պրոյեկտից, որ Անին իրականացրեց, ստեղծեց խմբի հետ միասին, ես ասացի, որ մեծ սիրով կուզեմ համագործակցել։ Երևի թե այս պահին ինձ համար ամենալավագույն պրոյեկտներից, այդ ժամանակ լավագույն պրոյեկտներից մեկն էր եւ ոգևորությամբ եմ ընդունել Անի առաջարկը, հետո հանդիպեցինք, ել ավելի լավ խորքային հետաքրքիր զրույց ունեցանք, այդ զրույցը երևի թե չեմ մոռանա, որովհետեւ մենք չնկատեցինք ոնց ժամանակ անցավ, այդ տենց հետաքրքիր զրույց ունեցանք ու ոգևորությամբ ընդունեցի առաջարկը եւ նաեւ կերպարի հետ կապված քննարկեցինք եւ պրոյեկտի, այսպես ասած, մանրամասների եւ մնացածի հետ կապված պետք է ասեմ, որ շատ ուրախությամբ ընդունել եմ առաջարկը եւ չեմ փոշմանել։
Կերպարի հետ կապված սկզբում քննարկվում էր ուրիշ կերպար, որ պետքա ես կերտեի, եւ քննարկեցինք առաջինը այդ կերպարի բնավորությունը, տեսակը, ինչա իրենց ներկայացնում, ինչով է ինքը կարևոր այդ ընդհանուր պրոյեկտում, բայց հետագայում փոփոխության ենթարկվեց ընդհանուր քննարկումներից, հասկացանք, որ ավելի ինձ մոտ եւ արտաքին վիզուալ այսպես ասած կերպարից եւ նաեւ խարակտերային ավելի մոտ է հենց այն կերպարը, որ ես կերտեցի, դրա համար եկա կանգնեցինք այդ տարբերակի վրա եւ բավական խիտ կերպար ստացվեց։ Ինքը խիտ ինչ առումով բնավորությունը եւ գործողությունը եւ իր կարեւորությունը սցենարային այնպես էր գրված, որ տեսեք, երկու քարի արանք հայտնված մարդ է, որը պետքա եւ ընկերոջը օգտակար լինի եւ այն աղջկան, որը դիմել է իրեն, որը հասկանում է, որ ընկերոջ սիրել է աղջիկը, այսինքն այդ ամբողջի մեջ բավական խաղարկային բան կար եւ ինչը ինձ ոգևորեց եւ մենք հետո հետագայում որ արդեն ռեժիսորի հետ Ռոմանի հետ զրուցեցինք, պարզվեց, որ ամբողջ պրոյեկտի մեջ մի հատ առանձին յուրահատուկ գույն է այս կերպարը, որը ես հուսամ կսիրվի եւ հուսամ իր կարեւորությունը կընկալվի ընդհանուր հանդիսատեսի հեռուստադիտողի կողմից։ Տեխնիկական խնդիր կարծում եմ այդքան ես չեմ նկատել, չեմ կարծում եղած չլինի, բայց ես չեմ նկատել, ավելի շուտ ժամանակային խնդրեմ ունենք։ Եվ ինչպես ամեն դեպքում մենք ունենում ենք միշտ ժամանակի սղություն, այն որ ասում ենք մի օր էլ ավել լիներ, այն որ ասում ենք մի քանի օրեր էլի գոնե ունենայինք հնարավորություն մի քիչ ավելի մանրակրկիտ նկարելու, մի քիչ ավելի չշտապելու, մի քիչ այդ ռեժիմի խնդրեմ չունենալու եւ այլն, ես կարող եմ մենակ դա մատնանշել, որովհետեւ մնացած առումով լարվածություն, ինչ որ կոնֆլիկտային խնդիրներ իրար մեջ չհասկանալ, վիճել, որը նորմալ է կարող է լինել, պարզվեց, որ այս պրոյեկտը այն պրոյեկտներից էր, որ շատ խաղաղ սկսվեց եւ խաղաղ ավարտվեց համենայն դեպս, երբ որ ես նկարահանման էի։ Թե մյուս օրերին ինչ է եղել, Աստված գիտի, բայց ես տեսել եմ այն, ինչ որ հիմա ասում եմ։ Արի հարցնեմ նաեւ լավ ռոմանտիկ տեսարաններից, բոլորը քննարկում են։ Չգիտեմ ինչ հարցրեմ իհարկե, բայց ինչպես է քեզ համար մտնել դերի մեջ, երբ դու պիտի անձնական տարածք կիսես մեկի հետ, նկատմամբ չունես էմոցիաներ։ Շնորհակալություն, որ այդ տեսարների նկարահանման հրապարակում չէիր։ Ամեն դեպքում ես միշտ կարողանում եմ տարանջատել դերասանուհուն եւ ինձ, այսինքն ինձ համար ընդհանրապես տարբերություն չկա, երբ որ ես մտնում եմ այդ կերպարի մեջ, այդ դերը պետքա կերտեմ, ինձ համար ես դառնում եմ Բելլան կոնկրետ այս ֆիլմում, հա, եւ Հակոբի հետ էլ շատ մտերմիկ ընկերական հարաբերությունների մեջ ենք, բայց ինձ համար որպես դերասանուհի երբեք նմանատիպ տեսարանները դժվարություն իրանցից չեն ներկայացրել։ Լավ արդարացում է։ Ֆիլմի սաունդթրեքները, էսթետիկ կողմը, հագուստները եւ շատ կարեւոր են եղել։ Իհարկե։ Եվ կարելի ասել հագուստը այս ֆիլմում եւս դեր ունի, գլխավոր դերերից մեկում է։ Աշխատել է Անին, կպատմես համագործակցության մասին։ Անին իմ, դե գիտես, Անին մեր մտերիմ մարդն է, մեր տան մարդն է եւ այն ամեն ինչը որ մենք տեսնում ենք բացի հագուստից, նաեւ կադրային Անին դա արել է ինքը, այսինքն հիմնականում լինում ազգեստների նկարիչ եւ ֆիլմի նկարիչ, բայց մեզ մոտ Անին երկուսը մեկում փորձել է մաքսիմում լավ կերպով ստանալ։ Մարջան Ավետիսյանի եւ Արտուր Դարփինյանի տունը, որ մենք տեսնում ենք ֆիլմում, ամբողջությամբ փոխված է, այսինքն այդ տունը, երբ որ մենք ընտրեցինք, որ ֆիլմում պետքա լինի գլխավոր տուն, ամբողջությամբ ամեն ինչ փոխված է, վարագույրներից սկսված, նկարներից վերջացած, բոլոր դետալները, այսինքն այս ֆիլմը նաև դետալների մասին էր, որտեղ մենք հատուկ ոնց որ զում էինք անում դետալները եւ կարեւորություն էինք տալիս, ես կարծում եմ, որ Անին հիանալի կերպով այդ ամեն ինչը կարողացել է ստանալ, որպեսզի մեր ֆիլմի մուդը
մենք ամբողջությամբ ունենանք, որտեղ առանց դրա մենք չէինք կարող ունենալ։ Ու ընդհանրապես յուրաքանչյուր մարտով աշխատել այս ֆիլմում շատ մեծ ու կարևոր գործ է արել օպերատորը, մեր Ռոբը, Զին, Գաֆերը, երկրորդ ռեժիսոր Անին, Էդգարը, Զվուկավիկ, Նարան տնօրեն, մի խոսքով բոլորը եւ իհարկե Beauty Fabric-ի աղջիկները, ովքեր մեր արդեն իմ երկրորդ պրոյեկտի մեր staff-ի անդամն են դարձել։ Բոլորը հիանալի մարդիկ էին եւ նկարահանման հրապարակում թեև շատերը ունեն ֆիքսված ժամ անելու համար նախագիծը, բայց հոժար կամքով մնում էին մինչև առավոտ եւ նկարահանում էին սրտացավ վերաբերմունքով։ Միացյալ Նահանգներում հաճախ չի այդպես հանդիպում։ Ինչ ունես ասելու քո թիմի անդամներին։ Ես պիտի ասեմ, որ ես անչափ շնորհակալ եմ, որովհետև ես իսկապես մենակ, ընդհանրապես մարդ մենակ ոչինչ չի կարող անել եւ ես գուցե կարողացել եմ այդքան լավ մարդկանց եւ պրոֆեսիոնալների հավաքել մի տեղում, բայց առանց նրանցից յուրաքանչյուրի ես ամեն ինչը չէր ստացվի, ես բոլորին շատ սիրում եմ ու շատ շնորհակալ եմ, որովհետև իսկապես 12 ժամից ավել աշխատել են առանց ձայն հանելու, որովհետև բոլորը ուզում էին, որ բոլորս հավաքվել ենք մի գաղափարի շուրջ, որ լավ բան անենք։ Եվ շատ հաճախ մարդիկ տուժում են, երբ անում են որպես պրոդյուսեր աշխատանք եւ կադրում իրենց համար ժամանակ չեն գտնում։ Հիմա երբ դու վերանայում ես այդ սերիալները, մտածում ես, որ ես այստեղ կարող եի ավելի լավ անել, սա ժամանակ չունեցել, սա։ Միանշանակ ես արդեն նկարահանման հրապարակում գիտեի, որ ես անում եմ շատ կես ոդկ ամեն ինչ, որովհետև իսկապես չի հասցնում։ Այս ֆիլմը եղել է երևի իմը իսկապես անկեղծ պիտի ասեմ, այս ֆիլմը եղել է երևի այն միակ պրոյեկտներից, որտեղ ես իմ սցենարը չէի կարողանում հասցնել, ուղղակի սովորած գնայի նկարահանման հրապարակ, որովհետև ցավոք սրտի դրա ժամանակը չունեի։ Ու ես հույս ունեմ, որ հետագայում մենք արդեն կկարողանանք այնպես անել, որ թիմը մի քիչ ավելի մեծանա, որպեսզի ես կարողանամ նաև որպես դերասանուհի շատ կարևոր է դա, որտեղ պրոդյուսերի աշխատանքը այդքան շատ չի երևում, մեկը ինքը իմ դեմքն է երևում եւ շատ ցավում եմ, բայց այո, դες դժվարությունը շատ են եղել ու իմ ռոմանի կռիվները անընդհատ դա էին, որ ինքը ինձ ասում էր դու ինչ չես թողնում ես քո հետ աշխատեմ, ես էլ հենց արդեն հասկանում եի, որ ժամը անցնում է, ժամանակ չկա, մենք ուշացնում ենք ամեն ինչ, տենց արագի մեջ ինձ մի հատ արագ նկարեք, ոչ առանց ինչ որ ավելորդ դուբլների, որ ավարտենք նկարահանումը։ Հետաքրքիր է, որ ինձ էլ համոզեցիք, ես էլ եմ շատ դրվագ նկարահանվել մի քանի վայրկյանով, եւ հետաքրքիր էր նաեւ այդ process-ը, բայց ես հասկանում էի, որ ընդհանրապես մի ֆրազ պետք է կրկնեմ եւ առաջ երբ այդ փորձառությունը չէի ունեցել, ինձ թվում էր հեշտ է, ինչ է այդտեղ աշխատանքը, մի հատ ընդհանրապես արտահայտություն ես անում, բայց այդ պահին, երբ որ արդեն ռեժիսորը նստած է, գործընկերը նստած է եւ օպերատորները, այդ ժամանակ հասկանում ես, որ դա բարդ աշխատանք է։ Իսկապես ֆիլմ նկարահանելը շատ բարդ աշխատանք է։ Ես հիշում եմ Full House-ի ժամանակ, երբ որ մեր պավիլյոնը գտնվում էր Armenia TV-ում եւ շատ երեխաներ ցանկություն էին հայտնում գալ եւ երբեմն նկարահանման հրապարակում լինել ու ծնողների հետ էին գալիս ու ամեն անգամ ծնողները դուրս գալուց ասում էին մենք երբեք չենք պատկերացրել, որ ընդհանրապես այս ամեն ինչը sense դժվար է լինում, որովհետեւ մարդիկ ինչ որ բան եթե նայում են մի քանի վայրկյան, այդ մի քանի վայրկյանը մենք կարող ենք նկարենք 3-4 ժամ, դրա համար իսկապես դա շատ բարդ աշխատանք է։ Դե ինչ առաջարկում եմ լսել նաև ֆիլմի անդամների, դերասանների, ինչպես նաև աշխատակազմի կարծիքները։ Ես կարծում եմ, որ նախագիծը ստացված նախագիծ է։ Գիտեք, մի քիչ հանդիսատեսը երևի հոգնել է այդ կրիմինալներից, բաներից եւ սա ավելի ընտանեկան, մի քիչ լայնացված իհարկե, բայց ընտանեկան դրամա էր եւ բավական հետաքրքիր գործ էր, որպես գործ, իսկ ինչ վերաբերում աշխատանքին, հաճույքով եմ աշխատել, հատկապես երբ որ աշխատում էր պրոֆեսիոնալ դերասանների հետ։ Պրոֆեսիոնալների հետ աշխատելը մեծ հաճույք է։ Համենայնդեպս ինձ համար, որովհետեւ ես շատ երկար եմ ձեր ասածների ման նկարվել սերիալներում եւ ֆիլմերում, բայց ցավոք մի բան է, երբ որ աշխատում ես պրոֆեսիոնալ դերասանի հետ եւ լրիվ տարբեր բան է, որ աշխատում ես ոչ դերասանի հետ։
եւ վերաբերմունքի հարցնա դերի նկատմամբ եւ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի հարցնա տարբեր եւ դու ես որպես պարտներ քեզ լիարժեք զգում ավելի պրոֆեսիոնալի հետ աշխատելիս։ Ֆիլմում կար մռայլ էներգետիկա եւ դա պահանջում էր եւ ժանրը եւ սցենարը, բայց օդում կախված ինչ-որ ծանրություն էլ կար ու ինչպես դա ստացվեց։ Մհեր, ինձ թվում է այդ Ռոման Մուշեղյանի, Անի Արուշանյանի, սցենարիստի, պրոդյուսերի այդ համագործակցության, այդ սիմբիոզի արդյունքում էր, այդ սևությունը, այդ մթությունը, Անին Արուշանյան այդ ամբողջ տանը ոչ մի կահույք իր տեղում չէր թողել, ոչ մի վարագույր, ոչ մի նկար, ամեն բան ինքնուրույն կազմակերպել էր, անշուշտ Մուշեղյան Ռոմանի հետ համագործակցելով, որովհետև իրենց ճաշակները մոտ էին, Ռոմանի ֆիլմերը, եթե նկատել ես, իրենք հատուկ գույն ունեն, հատուկ մռայլություն ունեն, դերասանին շատ քիչ բան է մնում Ռոմանի ստեղծած մթնոլորտում խաղալու համար, որովհետև դու արդեն այդ էմոցիաները ունես այդ մքության ու մթության մեջ։ Ինձ թվում է դրա արդյունքներ, նկարիչը ֆանտաստիկ էր, մեր Վոնին եմ ուզում շնորհակալություն ասել իմ հագուստների համար, ֆիլմի բոլոր հագուստները, հատկապես իմը, Վոնի ձեռքի աշխատանքներ, որը արեց շատ արագ, շատ կարճ եւ գիտակցված, շատ արագ հասկացավ Անի Արուշանյանի ճաշակը եւ գույները, որի մեջ պիտի լիներ այս կերպ։ Շատ ճիշտ գամայի մեջ ամեն բան ընթացել, դա ինձ զարմանալի էր ինձ համար եւ կուզեմ կոնկրետ Անի Երանյան մասին ասեմ, որ լինելով այդպես երիտասարդ առաջինը այս հավաքել մի այնպիսի խումբ, որտեղ բոլորը փաստորեն երիտասարդ եւ ամբիցիոզ մարդիկ են։ Ոչ երիտասարդներ, ես արդեն չգիտեմ որ սահմանի մեջ եմ այլևս, բայց կարողանալ իրար տեսնել, զգալ, բոլորը սիրալիր էին, սկսած հագուստների ձևավորող Անիից, վերջացրած մյուս Անիից, ովքեր որ կային անուններ հիմա չտամ, որտեվ ծավալուն կլինի, խմբում ովքեր որ կային շատ մարդկային էին եւ այդպես ներզիջող։ Ես գուցե մի քիչ փոթորիկ էի, գուցե, չգիտեմ, չեմ հարցրել ինչպիսին է ես իրենց մեջ, վստահ եմ տարակարծիքներ կլիներ, բայց դե փառք Աստծո ամեն բան սիրուն ընթացավ եւ ողջունում եմ, որովհետեւ կարողանալ ես իրականության մեջ, այս ազատ խելագար ընթացքի մեջ, բավականին մեծ խնդիրներ առաջացնող կյանքի մեջ կարողանալ ստեղծել մի հրաշալի, խաղաղ եւ ասելիքով լի ֆիլմ, կարողանալ այդ ֆինանսները գտնել, հայթայթել, նաև խաղալ, ներկանալ, խմբին ապահովել, սեր տալով, ես կարելի է ասել բրավո այդ կողմին։ Իմ մասին խնդրեմ կարող ասի եւ կարող է ասել հանդիսատես այդ։ Ըստ կազմակերպվածության, ըստ ֆիլմի, ըստ արագության, ինչ արագությամբ մենք աշխատեցինք ու նկարվեց այս ֆիլմը, ես կարծում եմ, որ ֆիլմը ինքն է ասում, թե ինչ կարգի պրոդյուսերը, ես չգիտեմ, ես որերորդ պրոդյուսերական աշխատանքն անի, բայց կարծում եմ, որ բավականին հմուտ պրոդյուսեր էր եւ բանիմաց։ Այսինքն գիտեք, մարդը երբ որ ինքը նկարահանվում է որպես դերասան, ու ինքը գիտի սա դերասանների խնդիրները եւ պահանջները, արդեն նախորդ կանխում է բոլոր խոչընդոտները, բոլոր անհամաձայնությունները եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր պրոդյուսեր պետք է ինչ-որ մի շրջան նաեւ դերասան եղած լինի, որպեսզի լավ պրոդյուսեր դառնա։ Փորձել եք արդյոք տուն լահմաջոյի ամենահամեղ լահմաջոները։ Եթե այո, ապա ես որևէ բան ձեզ ասելու կարիք չունեմ։ Ինքներդ էլ գիտեք, որ սա լավագույն լահմաջոն է։ Եթե չեք փորձել, վստահ կարող եմ ասել, շատ կարևոր համային բացթողում ունեք։ Տուն լահմաջոն տասնյակ տարիներ ընտանեկան բաղադրատոմսով պատրաստվում է Հայաստանի լավագույն լահմաջոն։ Իսկ այստեղ Լոս Անջելեսում արդեն մի քանի տարի է, ինչ մեր հետևորդները գիտեն, որ լահմաջո կարող են ուտել միայն տուն լահմաջոյում։ Այցելեք այստեղ ընկերներով, ընտանիքով եւ սիրելիների հետ։ Նախ միջավայրն է լավ, հետո ուտեստներն են համեղ,
ընտանիքներ են այստեղ, ընկերներ են այստեղ ու բարի երևանյան մթնոլորտ է։ Եթե կարոտել եք Երևանը, ապա այդ կարոտը կարող եք պարատել հենց տուն Ռահմաջոյում։ Մենք Ellis House ռեստորանում ենք մեր սիրելի Արմինեի հետ, վաղ առավոտյան եկել ենք, որովհետև այստեղ մեծ միջոցառում է լինելու, private միջոցառում է լինելու եւ դեռ չեն հասցրել set-up անել։ Շատ լավ առիթ է հասկանալու համար, սիրելի հետևորդներ, թե ձեր ընտանեկան առիթների դեպքում ինչպես կարող եք դա անել։ Այս մասում դեռ աշխատանքային process է, փակցնում են մեծ LED էկրան, որտեղ կարող է եւ ձեր սիրելի ընտանիքի անդամի լուսանկարը լինել, առիթի դեպքում ցանկացած բան կարող եք այստեղ ունենալ։ Այո։ Եվ իհարկե, քանի սեղան օրինակ այստեղ կարող է տեղավորվել։ 6 սեղան, 60 հոգու համար է նախատեսված ուրախ առիթների համար, տխուր առիթների մի քիչ ավելի քանակը շատ։ Ellis House ռեստորանի տնօրինությունը ամեն ինչ անում է Մհեր ջան, որպեսզի իր հաճախորդները ել ավելի գոհ լինեն։ Հիանալի է, ժողովուրդ, իսկ ես ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ պատմել ու ասել, որ առաջին հերթին այս ռեստորանում շատ լավ սպասարկում է։ Երբ հեռախոսազանգ եք անում կամ գալիս եք եւ ավտոկայանատեղիում թողնում եք ձեր մեքենան, այդտեղից արդեն հասկացնում եք, թե որքան լավ մարդիկ են այստեղ աշխատում։ Եվ առհասարակ, թե լինեք բացօթյա, թե լինեք VIP lounge-ում, թե լինեք այս սրահում, նույն լավ սպասարկումն է, նույն համեղ ուտեստներն են։ Մի անգամ որ գաք, վստահ եմ, ինձ շնորհակալություն կասեք մեկնաբանություններում։ House of Liquor-ում ենք մենք, որը Glendale-ում առաջին բացված liquor store-ն է։ Այստեղ դուք կարող եք ձեռք բերել ամենատարբեր տեսականիներից եւ բնականաբար իհարկե ալկոհոլի ամենալայն տեսականին է այստեղ ներկայացված։ Միաժամանակ հարկ է նշել, որ այստեղ լավագույն գներն են, ինչ առկա է շուկայում եւ որ ամենակարևորն է, կարող եք գտնել ձեր նախընտրած ալկոհոլը հենց այստեղից։ Glendale-ում ապրող մարդիկ եւ հարակից քաղաքների վստահ եմ հաճախ են գալիս այս liquor store։ Եթե ձեզ համար նոր է ինֆորմացիան, ապա էկրաններին տեսնում եք հասցեն, անպայման այցելեք։ Կոնկրետ ես միշտ թողնում եմ հանդիսատեսի շատ գերզգայուն կարծիքին, ինչ էլ որ կատարվում է եւ գիտես այդ վերաբերմունքից զգացի, որ ֆիլմը համակ ուշադրությամբ նախ դիտում են, ինձ մոտենում են այսպիսի մի պորտկումով, վայ ինչ լավ է ձեզ տեսանք, ամենայն անկեղծությամբ ես ասում եմ իսկապես սենց ինչ որ շատ նարեյոտ զգացումների մեջ եմ, դեռևս են խենթ ապրումներն ունեմ, որ ես շուտով ինձ կցուցաբերեմ, հուսամ, բայց ասում եմ իսկապես, ասում են հա, իսկ վերջը ինչ է լինելու, իսկ սենց բոլորը համակ ուշադրությամբ նայում են եւ սիրել են ֆիլմը։ Ֆիլմը շատ գեղագիտական է, ինձ համար ամենասիրելին ընդհանուր նկարչական դաշտի մեջ գեղագիտություն կա, լռություն կա ֆիլմի մեջ, շատ աղմկարար չի, ինքը մի գամայի մեջ սկսվում է, մի գամայի մեջ ավարտվում է, բայց ներքին այդ բախումները սրտի բաբախ ունի, կարևորը սա է։ Ես այն կարծիքն եմ, որ Անի Երանյանը որպես դերասանուհի իր բարձունքի վրա էր այս ֆիլմում էլ եւ ամեն ինչ որ ինքը արեց բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Կարծում եմ շատերը արդեն գիտեն եւ ուրախ եմ դրա համար, որովհետեւ ինքը ստացվեց ու այն պրոդյուսերներից է, որը որ պետք է մնա շուկայում ու պետք է աշխատի։ Իր մոտ շատ լավ է ստացվում։ Ես իմ կարծիքով միշտ պրոդյուսերը չպետք է նաև դաշտում լինի որպես ստեղծագործող տեսակ, բայց այդ իրան չի վերաբերվում։ Իր մոտ ստացվեց երկուսն էլ ու այդ շատ գովելի է։ Ու ես իրան մաղթում եմ ամենայն հաջողություն ու ես ինչով որ կկարողանամ իր կողքին եմ։ Ինքը իր ազնվությամբ է ինձ գերել, հավաք լռությամբ ու շատ հետաքրքիր էր հասցնում էր օրինակ Անին Երանյան վերաբերմունքը հասցնել ինչպես է կամ եւ այլ եւ շատ փոխվում էր փոփոխական, որովհետեւ կազմակերպչական ծրագրի մեջ լինել այդպեսին իբրև պրոդյուսեր ես իրեն ուղղակի ասում եմ բրավո եւ շարունակիր։ Ես շատ շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց, ովքեր դաշտ են բացում նորարարության, այսինքն մարդը, որ խոսք ունի ասելու այս կերպի մեջ։ Դե որպես դերասանուհի երևի արդեն անիմաստ է որևէ կարծիք ասել իր վարպետության ու մասնագիտության մասին, որովհետև արդեն երկար տարիներ է բոլորը տեսնում են։
Իսկ որպես պրոդյուսեր կարծում եմ, որ բացարձակ այս պահին արդեն չի զիջում նրան, թե ինչը, որ ինքը կա որպես դերասանուհի, որովհետև կարծում եմ երկրորդ պրոյեկտ անել լրիվ մենակ ու այսքան, այսինքն լրիվ մենակ ասելով բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ դա լրիվ մենակի մասին չի խոսքը, բայց լրիվ մենակ անել պրոյեկտ, որը ըստիս շատ հաջողված է ու դեռ երկրորդն է, երկրորդ կարծում երկրորդ շատ հպարտ եմ, այդքան բան կարող եմ ասել այդ առիթով, որովհետև բացի մեր չգիտեմ, սետում իրար հետ պրոֆեսիոնալ շփումից ունենք, գիտես, ինչ ձևի շփում ունենք ու ես հպարտ եմ տեսնել, որ իմ հարազատը ուղղակի որ կոպիտ ասած ոտը գազին դրած գնում է, ստոպ չի տալիս, մեծ բան է։ Նախ արդեն քչերը չի որ գիտեն, որ ինքը պրոդյուսեր է, ես դա ասեմ, որովհետև շփումները իմ պարագայում մի քիչ լայն են եւ տարբեր տեսակ մարդկանց հետ շփումների արդյունքում հասկանում եմ, որ բոլորը արդեն ֆիքսել են, որ Անի Երանյանը նաեւ պրոդյուսեր է։ Եվ ինչ վերաբերում է դերասանուհուն կկորցնենք թե չէ, մի քիչ կա այդպիսի խնդիր, մի քիչ կա այդպիսի մտավախություն։ Որովհետև ես մասնակցությամբ, քանի որ քչերը գիտեն, բայց ես թատերական ռեժիսոր եմ, այսինքն թատրոնի ռեժիսոր եմ, եւ մի անգամ կյանքիս մեջ փորձ ունեցել եմ բեմադրել եւ խաղալ նույն ներկայացման մեջ եւ հասկացել եմ դա ինչքան դժվար էր, որովհետև նախկինում Խորեն Աբրամյանի լսում ենք, չենք հասկանում, որ դա ինչ դժվար է, մինչեւ մաշկիդ վրա չզգաց։ Նույն պարագային ես հիմա հասկանում եմ, որ Անին ինչ դժվարություն է կրում։ Եվ արդյունքում այդ հոգնածությունը, այդ ծանրաբեռնվածությունը, այդ դաժան ընթացքը, որ ինքը պետք է առավոտ 6-ից մինչև գիշերը, չգիտեմ, քանիսը ներկա լինի որպես պրոդյուսեր եւ նաեւ այդ արանքում որպես դերասանուհի, անշուշտ ազդելու է, ուզի թե չուզի։ Ես խորհուրդ կտամ Անին երկու օգնական ավել ունենա ամեն պրոյեկտներում։ Եվ դրանով իր բեռը ավելի կթեթևանա եւ մենք արդյունքում ձեր ասած հարցը կփակենք, այսինքն մենք կունենանք Անին որպես դերասանուհի, իսկ ինքը շատ լավ դերասանուհի է, բայց որպես հեռուստադիտող, ես որպես հեռուստադիտող, մարդիկ չէ, ես տեսնում եմ Անին հենց այդ պլաշատկայի, այդ հրապարակի հոգնածությունը տեսարանների արանքներում, իսկ դա լավ բան չի եւ ցանկալի չի, որ մենք տեսնենք ու նկատենք։ Այսքանը զուտ։ Մնացածը ես ծափարում եմ Անին, ես ուզում եմ, որ Անին շարունակի ոգևորվել, շարունակի ուժը երանդը տեղը պահել, որպեսզի ստեղծի նման օրինակ եւ սրանից շատ ավելի մեծ ու գեղեցիկ պրոյեկտներ։ Անին որպես պրոդյուսեր իմ համար անկեղծ ասած բացահայտում է, որովհետեւ ինքը այնքան լուրջ, այնքան սիրով, այնքան ասենց բոլոր մանրուքներին ուշադրություն դարձնելով է վերաբերվում այդ ամեն ինչին, ինձ դուր է գալիս ամենայն դեպս։ Ես շատ կուզեմ ուրիշ պրոյեկտներում էլ իր հետ աշխատեմ, որտեղ որ ինքը պրոդյուսեր է, որովհետև ինքը իսկականից շատ պրոֆեսիոնալ ու շատ մտածված է մոտենում իր նախագծերին։ Что там на армянском, ребят? Իր նախագծերին։ Շատ լավ պրոդյուսեր է, որովհետև ամեն ինչ կազմակերպում է շատ արագ ու թե դերասանների հետ է ճիշտ շփվում, թե սաստավի հետ է ճիշտ շփվում, տեղում եթե ինչ-որ խնդիր կա, անմիջապես միշտ լինում է պլաշատկայում ու վարկյանների ընթացքում բոլոր հարցերը լուծվում են։ Ինձ թվում է դա ամենակարևոր բաներից է, որ պիտի պրոդյուսերը իր մեջ ունենա այդ հատկությունը։ Այն որ հաջողված է պրոյեկտը վստահաբար։ Այն որ շատ սիրված է վստահաբար, դա ես չեմ ասում, դա ասում են իմ ընկերները, ովքեր սովորական հեռուստադիտող են, մարդիկ, ովքեր հայկական կինոարտադրության, այսպես ասած, հետևորդներն են, եւ եթե վերագրենք ինձ վրա որպես հեռուստադիտող, սա միակ պրոյեկտը չասեմ, երևի թե մեկ պրոյեկտ էլ կա որ մտքումս, որ ես նայել եմ սկզբից մինչև վերջ, ինչպես հեռուստադիտող։ Այսինքն կապ չունի, որ ես մեջը կամ, ես հաճույքով նստել եւ նայել եմ, ինձ էլ է հետաքրքիր եղել, թե ինչ ստացանք ի վերջո, եւ պատկերացրեք, որ ես նախ հպարտ եմ եւ ուրախ եմ, որ պրոյեկտում կամ, որովհետեւ որակյալ պրոյեկտ ստացվեց, մանրակրկիտ աշխատանք տարվեց, այն ջանքը, որ Անին ներդրեց այդ պրոյեկտի մեջ, այն որ ինչքան անհանգիստ էր, թե ինչ ի վերջո կստացվի, իր ոգևորությունը մինչև սկսել է
եւ իր ընթացիկ չարչարանքը ես կարծում եմ արդարացվեց։ Եվ նաեւ մեր մասնակցությունը, որովհետեւ պրոյեկտներ կան, որ ուղակի ընդունում ես եւ գնում ես, նկարահանվում ես, մասնակցում ես, բայց պրոյեկտներ կան, որ հոգի եւ սիրտ ես դնում։ Ես երևի թե ինձ թույլ տամ իմ ընկերների, գոլեգաների անունից էլ ասեմ, չկար այտենց մարդ, որ ես տեսնեի նկարահանման հրապարակում, որ հոգի ու սիրտ չէր դրել այս պրոյեկտի մեջ։ Եվ այդ հոգի ու սիրտ դրված վիճակը ակնհայտ երևում է էկրանից։ Տեսնում ու հասկանում ես, որ իսկապես լավ բան եք ստեղծել։ Չնայած որ ընթացքում ես փորձում էի կադրերը նայել, նույնիսկ այնտեղ որտեղ չէի մասնակցում, անի հեռախոսը գողանում է եւ քանի կադրեր էի նայում ու արդեն այդ ընթացքում երբ որ աշխատանք արված չի կադրի վրա, ես հիացած էի կադրերից։ Իսկ ինչ վերաբերում արդեն եթեր գնալուց, արդեն ինձ թվում է խոսք չկա ասելու, հեռուստադիտողը ինքը արդեն դատում է ու տեսնում է, որ հրաշալի գործ է արված։ Հրաշալի գործ արված ամբողջ թիմի կողմից, որովհետև բոլոր ամբողջ թիմը մտածողներ էին, ամեն մեկ իր գործի մեջ։ Թե գունային գամաների ըմբռնման կողմից, թե օպերատորը, թե զվուկավիկը, թե մեր մեյքափ արտիստները, թե վարձահարդարումը եւ թե ամբողջ պրոֆեսիոնալ թիմը։ Դրա համար ստացանք այն ինչ որ ստացանք անի քրտնաջան աշխատանքի շնորհիվ եւ մնացածից։ Նախ շատ մեծ թիմային աշխատանք է։ Ամեն մեկը իրանց տեղում են եղել։ Պրոդյուսերը իր տեղում, ռեժիսորը իր տեղում, դերասանները իրենց տեղում, աշխատել ենք պրոֆեսիոնալ դերասանների հետ։ Ու ինչու՞ չէ, կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը գալիս է հենց պրոդյուսերից, որովհետև ինքն է կազմակերպում այդ ամեն ինչը։ Ու ինձ թվում է դիտողները դա կտեսնեն։ Բառերը այս պահին ինձ թվում է ավելորդ են։ Այո, գոհ եմ, համարում եմ կայացած պրոյեկտ։ Ճիշտ է, բոլոր պրոյեկտներում էլ, լավ պրոյեկտներում էլ լինում են խնդիրներ, բարդություններ, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այդ ամեն ինչը ու ունենք այն ինչ ունենք։ Իմ համար այս նախագիծը շատ յուրահատուկ էր իրականում, որովհետև շատ պրոֆեսիոնալ թիմ էր հավաքվել ու ամենաշատը ինձ դուր էր գալիս այն փաստը, որ բոլորը մի գաղափարի շուրջ էին հավաքվել ու բոլորը աշխատում էին լավ պրոդուկտ ստանալու համար։ Կարամ ասեմ, որ շատ երջանիկ եմ, որ կազմում եմ այս պրոյեկտի մի մասնիկը։ Դե ինչ այսքան ջերմ խոսքեր լսելուց հետո վստահ եմ, որ այս ամենը քեզ ավելի մեծ թևեր կտա եւ դու կկարողանաս էլ ավելի մեծ նախագծեր իրականացնել։ Շնորհակալ եմ, ես իսկապես նախ շնորհակալ եմ, որ նման հաղորդում ենք նկարում ֆիլմի մասին, քեզ եմ շնորհակալ, որ ամբողջ ընթացքում իմ կողքն ես եղել տարբեր հարցերում։ Ես վիդեոները կտամ, կտեղադրեն, թե ոնց է իր վարակույր կախվում, չգիտեմ, չի տարբեր բաներ անում եւ իհարկե ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, բոլորին, ովքեր եղել են նկարահանման հրապարակում, որովհետեւ իրանք իմ մեջքն են եղել, առանց իրանց իսկապես այս ամեն ինչը չէր լինի։ Ձեզնից շատերը երբեմն սպասում են, որ ֆիլմի վերջին սերիան հայտնվի, նոր սկսեն միանգամից դիտել, որովհետև ես էլ եմ օրինակ այդպես անում, սպասում եմ կուտակվի, որ միանգամից նայեմ, այնպես որ Փան Արմենյանի YouTube-յան ալիքում կա արդեն վաղուց եւ հույս ունեմ, որ ովքեր չեն դիտել, հենց սկզբից մինչև վերջ կնայեն։ Այսպիսին էր այսօրվա տետատետը, կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։ 1983 թվականից ի վեր MS Travel-ը մասնագիտացված է ճանապարհորդությունների եւ առհասարակ ձեր հանգիստը գեղեցիկ դարձնելու հարցում։ Տիկին Մելանյանի այժմ իմ կողքին, ով հիմնադիրն է եւ այս համայնքում նրա անունը ասոցացվում է լավ հանգստի եւ լավ ծառայության հետ կապված հենց թռիչքների հետ։ Տիկին Մելանյա, այսօր ուրախությամբ պիտի խոսենք Տաթև Ասատրյանի եւ Արևիկի նավարկության մասին։ Այո, շատ գեղեցիկ միջոցառում է, օկտոբր 26-ից 30-ը Մեքսիկո ենք գնում Royal Caribbean Cruise Line-ով, սիրելիներ, շատ արագ պետք է շարժվեք, քանի որ տեղերը շատ սահմանափակ են, վերցրել ենք բոլորի համար բալկոնով սենյակներ, 2 հոգեանոց, 3 եւ 4, նայած ընտանիքների մեծությանը, իհարկե, այս ամեն ինչը ուղեկցում է Տաթև Ասատրյանի 2 համերգների հետ։
Դա ֆանտաստիկ է, ժողովուրդ երեք խոսում էինք Տաթևի հետ Ասատրյան ու ասաց, որ իրեն ամենաշատը դուր են գալիս հատկապես նավի վրայի համերգները, որովհետև այնտեղ նախ այդ համերգի ընթացքում մարդիկ շատ չեն ուտում եւ շատ մտերմիկ ու ջերմ շրջապատում է, միջավայրում է անցնում համերգը։ Ավելի ռոմանտիկ։ Եվ դեռ որոշ տոմսեր կան, արագացրեք եւ ընտանիքներով ու ընկերներով ձեր հոկտեմբերյան հանգիստը անցկացրեք հենց այս նավի վրա։ Ընտրեմ հրամեցեք։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ The story you're about to hear is true.